մեր ժողովուրդը գիտնականներ մեկ биш բարդ ժողովուրդը միշտ է պատկերացնում է հայ ասելով, միևնույնն է պատկերացնում են հայերեն խոսող մարդիկ։ Արծվակիթ բլավ մազած գույթով կարճագանք, այսինքն կարճագանք ոչ թե այսպես է կարճ, այսպես է կարճ։ Եվրոպական գանգը երկար։ Ասենք թե բուն հնդեվրոպական լեզուները դրանք հայերենը մտնում են նրանց մեջ։ Հայերենը ամենամոտիկ ազգակիցն է հունարենը։ Երկրորդ տեղում երկար ժամանակ համարում են եւ երևի այդպես է հնդիրանականը։ Բարև ձեզ, այսօր մաքուր պատմության հյուրներ բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը, ով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող է, եւ մենք այսօր խոսել ենք մի հիմնային հարցի մասին։ Մենք խոսել ենք հայ ժողովրդի ծագման խնդրի մասին, քննարկել ենք տարբեր տեսանկյուններից, փորձել ենք հասկանալ ինչ է տալիս մեզ հնագիտական նյութը, ինչ է տալիս մեզ ազգագրական նյութը, ինչ են տալիս մեզ գրավոր աղբյուրները, գենետիկան ինչ է ասում դրա մասին, փորձել ենք հասկանալ որտեղ է ի վերջո հնդեվրոպական հայրենիքը եւ ինչպես են այդ հնդեվրոպական ժողովուրդները բաժանվելով տարբեր տարածաշրջաններ ուղևորվել եւ ինչպես են իրենք հայտնվել ի վերջո նաեւ հայկական լեռնաշխարհում, փորձել ենք հասկանալ հայ ինքնանվանման ծագումը եւ Արմեն անվանման ծագումը, որով մեզ կոչում են մեր հարևանները։ Մի խոսքով շատ տարբեր նման, ինչպես ասի, հիմնային հարցեր են քննարկել, ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի այն դիտել եւ ընդհանրապես փորձել հասկանալ որտեղից ենք մենք գալիս, անպայման դիտեք այս հաղորդումը մինչև վերջ եւ սիրեք պատմությունը։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր շատ կարևոր թեմայի համար ենք հավաքվել, քննարկենք այն հավերժ հարցը, հա, մեր ժողովուրդը, քանի տարեկան է, երբ ենք ծագել, այսինքն ինչպես է այդ process-ը ընթացել, ինչպես է մեր ազգի ստեղծման process-ը գնացել եւ չգիտեմ, շատ դժվար է հասկանալ որտեղից սկսենք։ Կուզենայի սկսել աղբյուրներից։ Ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք ինչ-որ մի ժողովրդի ծագման մասին, ինչ աղբյուրների վրա պետք է հենվենք այն ուսումնասիրելու համար։ Աղբյուրները լինում են մի քանի տեսակ։ Գրավոր աղբյուրներ, բանավոր աղբյուրներ, տեղական աղբյուրներ եւ արտաքին աղբյուրներ։ Հայ ժողովրդի վերաբերյալ հայերի մասին չափազանց այդ տեսակետից մեր, այսպես ասենք, բախտը բերել, թե ոչ թե չասենք բախտը բերել, այս տեղեկությունները շատ են, ի տարբերություն շատ էլի։ Մեր հայկական լեռնաշխարհի մասին հին տեղեկությունները գալիս են հնագույն արդեն միջագետքյան աղբյուրներից, հետո խեթական աշխարհ, հետո սիրիական եւ այս շատ տեղեկությունները շատ են, որտեղ մենք գտնվել ենք մեր զարևելյան մեծ քաղաքակրթություն, հին քաղաքակրթությունների կողքին։ Հենց ուղղակի հարևան ենք եղել։ Եվ արդեն մեր թվականության առաջի 1000 ամսի սկզբից արդեն այստեղ մեր զարևորյան մեծ պետություն է գոյություն ունեցել Ուրարտուն, որը ամբողջ միջագետքյան մշակույթի անբաժանելի մասն է ի վերջո կազմում հին աշխարհի պատմության։ Ուրեմն կան միջագետքյան հին տեղեկություններ, կան փոքրասիական, խեթական եւ այլ տեղեկություններ կա, արդեն ավելի այսպես ասենք ոչ թե սեպագիր եւ ոչ թե քարի վրա, այլ արդեն պապիրոսի եւ այլ, ասենք հունական աղբյուրներ կան, լատինական, հռոմեական աղբյուրներ, կան 5-րդ դարից հայկական աղբյուրներ գրավոր, բայց կա նաեւ բանահյուսական աղբյուրները, որոնք այնպես շատ կարեւոր են։ Դա առաջին հերթին ներքին հայերն ունեն հիանալի ազգացագման ավանդություն, հագին թեև որպես այդպեսին ավանդված է պատմության մեջ, կրճատ, համառոտացված եւ այլ, բայց բավականաչափ մանրամասը մեզ հայտնի է։ Կան հայ ժողովրդի ծագման մասին եւս մի քանի ավանդություն, կա հրեական ավանդություն, կա հունական ավանդություն, կա վրացական ավանդություն
եւ արաբական ավանդություն։ Դե արաբականը քիչ բան է տալիս։ Հա, խոսենք հիմա դրանց մասին։ Հա, հիմա դրանց մասին առանցին խոսենք։ Այսպեսով բայց ահագին աղբյուրներ կան եւ դժվար է գտնել այլ ժողովուրդ, դե քիչ են այն ժողովուրդները, որոնք ունեն այդքան հարուստ աղբյուրագիտական նյութ։ Բայց հասարեն երկրի եւ նախապատմությունը եթե կարելի անվանել դրանք պատմական աղբյուրներն են, աղբյուրներն են, բայց եւ կա բանահյուսական ինչպես ասած։ Հա, բանահյուսական, այսպես ազգագրական նյութը կա, բացի դրանից մենք նաեւ հենվում ենք լեզվաբանության վրա, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Երբ որ այդ ցակման հարցն ենք փորձում ուսումնասիրում ենք եւ գենետիկայի, հա, գենետիկան հնագենետիկա։ Հնագենետիկան, հա, դա ուրիշ ճյուղ է առանցին։ Չէ, գենետիկայի մասն է, բայց արդեն ուսումնասիրում են ինչ որոշ մանրամասն կա, թե առանձնահատկություններ կան։ Հա, հիմա բանը գանք արդեն տեղայնացնենք, հա, ընդհանրապես ճիշտ է ասել հայ ժողովրդի ծագման հարցն ենք մենք ձեր հետ քննարկելու։ Ձեր գիրքը որտեղ կոչվում է հայ ժողովրդի ծագման խնդիրը, ուզում եմ հասկանամ ինչու այդ վերնագիրն եք ընտրել։ Ինչու խնդիրը։ Երևույթները որ կան, ունեն սկիզբ, միջին մաս եւ վերջ։ Տարապես որ նայում եք մշտանջենական երևույթները, դեզերքն էլ հավերժ չի։ Հա։ Չէ՞։ Ես կրթությամբ ֆիզիկոս եմ եւ այդ դեզերքը վերջո պետք է սկիզբը թվագրում է սկիզբը 13 միլիարդ 700 միլիոն տարի առաջ մոտավորապես եթե չեմ սխալվում։ Ահա։ Դե մի ժամանակ էլ պիտի ավարտվի։ Նույնն է արևային համակարգը, մոլորակ ամեն ինչ, բայց ինչ որ ունի վերջ, ունի նաև սկիզբ, ուրեմն այդպես էլի, կարելի ասել։ Հա։ Եվ բանը հիմա փորձենք հասկանանք այդ սկիզբը երբ տեղի ունեցավ մեր ժողովրդի համար։ Ունենք մոտավոր, ասենք, ինչ թվագրության մասին ենք խոսում։ Այսպես պատասխանը ժողովրդի ժառանգորդությունը կարելի ասել որ լինում է 3 տեսակ։ Առաջին հերթին կենսաբանական, այսինքն մենք մեր ծնողների կենսաբանական ժառանգներն ենք, մենք նման ենք մեր հայրերին, մայրերին, մեր պապերին, տատերին եւ այլն։ Բոլոր ժողովուրդները։ Երկրորդը դրանք մշակութային։ Այսինքն ժողովուրդներ կան, որ իրար նման են, դեմքով եւ այլն, բայց մշակույթներով տարբեր են։ Եք տարբեր կրոններ են դավանումներ կա աշխարհում, իհարկե, գիտենք, այս պակիստանցիները եւ հնդիկները շատ առումներով նույն ժողովուրդ են, բայց տարբեր ազգեր կարելի ասել, հա։ Հա, իհարկե տարբեր ազգեր են։ Եվ երրորդը ուրեմն լեզվական։ Հա, ասենք հայերը եւ ասորիները շատ նման են։ Անթրոպոլոգիա պես, հա։ Կենսաբանորեն բավական եւ արևելյան վրացիները, քարտվելները հայերին շատ նման են։ Շատ նման են, նույնական չեն իհարկե։ Շատ նման են, բայց տեսնում եք, որ տարբեր ժողովուրդներ են։ Սրանք երեքն էլ քրիստոնյա են հիմնականում ասորիները, բայց միևնույն է տարբեր ժողով բացարձակապես տարբեր հին պատմություն ունեցող բացարձակապես տարբեր ժողովուրդներ են։ Այսինքն այս բոլոր այդ երեք գործոնների հիման վրա կարելի է պատկերացնել։ Ըստ այդմ դա եւ որն է դրանցից կարևոր մեր աշխատանքի մեր հարցի մեր խնդրի համար։ Հին ժամանակ ժողովուրդ մարդիկ տարբերակում էին ասել ժողովուրդ, չեն տեսեք Ստրաբոնի մոտ ժողովուրդ չկա, լեզու են ասում։ Լեզվով են տարբերակում։ Հիմա տեսնեք անգլիացիները եւ ամերիկացիները խոսում են նույն լեզվով, բայց դրանք բոլորովին տարբեր ժողովուրդներ են։ Բոլորովին։ Նիգերիացիները եւ անգլիացիները խոսում են նույն լեզվով, բայց դրանք բոլորովին տարբեր եւ մշակութապես եւ կրոնով բոլորովին տարբեր ժողովուրդներ են։ Հին ժամանակ այդպես չի եղել։ Հին ժամանակ եղել են էթնիկական խմբեր, որոնք ունեցել են իրենց լեզվով սեփական աստվածների անունները, սեփական հավատալիքները։ Եվ միայն լեզվով է որոշվել մշակույթը եւ նրանց իրենց նույնացումը լեզվով հիմնականը լեզուն է, որտեղ այդ ասենք հույները ժողովուրդ են, որ նես չի կարող մարդ իրեն հույն լինի, բայց ասենք ուրիշ աստվածների, ասենք Ահուրամազդային, չգիտեմ ինչ ենթքամ, Յուպիտերին, Պաշտի, չգիտեմ, այդպես չէ։ Այն ժամանակ այդ հետո էր, որ արդեն
մեքսիկացիները խոսում են իսպաներեն, բայց ուրիշ ժողովուրդ են, եւ հետո մի մասն է բոլորը, ինչևից է, առաջ այդպես չի եղել։ Կարողանա եղել է էթնիկական։ Հա։ Այսպեսով մարդիկ իրենց իդենտիֆիկացրել են, նույնացրել են ըստ լեզվի։ Երբ որ մեր ժողովուրդը գիտնականի արմեք պիշտ բարդև ժողովուրդը միշտ է պատկերացնում է հայ ասելով, միևնույնն է պատկերացնում են հայերեն խոսող մարդիկ։ Հետո կարծիքներ կան, չէ՞, թե վերջը հայերենը ինչպես եղել է։ Հա, մանավանդ հիմա այդ 21-րդ դարում, երբ որ երբ մեր ժողովրդի մի զգալի հատված հայերեն ուղղակի չի էլ խոսում։ Սպիրկումի նկատի ունեմ։ Ուրեմն հիմա կարևոր այս նույնացման համար կարևոր խնդիր նայեք մշակութապես եւ կեսաբանորեն բավական հեշտ է պատկերացնել նայում ես հայերի այսօրվա հայերի դեմքին կեսաբանորեն նայում ես որ նայում ես Ուրարտուի հին ասորեստանյան քանդակները բոլոր մի տեսակ բոլորը եղած պատկերագրությունը մարդիկ շատ նման են այսօրվա հայերին արծվակիտ բլավ մազած ածկույթով կարճագանք այսինքն կարճագանք ոչ թե այսպես է կարճ այսպես է կարճ եվրոպական գանգը երկար այսպեսի շատ նման են երբ որ արմենոիդ անվանումը մցրեցին մեր նաև հայ եւ մյուս ժողովուրդների համար առաջ ասում էին ասել ասիրոիդ ասորեստանցիներին էր նման որտեղ նկարներում նրանք են նույն եւ Սիրիայում բայց հետո տեսան որ բոլորից շատ դա հանդիպում է հայերի մեջ եւ մնաց հիմա ավելի շատ արմենոիդ են ասում չնայած ուրիշ դեպքեր են ասում Այսինքն ասորիներին էլ են ասում արմենոիդ տիպի են, հա, իրանք պատկանում ճիշտ են հասկանում, հա, հետաքրքիր է։ Ոչ թե ասորի ասել եմ, մենք հասկանում ենք այսօր ռուսերեն այսօրներ հիմա չգիտեմ նրանք իրենց մանում են ասորեստանցի։ Այդ մենք ասում ենք ասորի, այ դրանք։ Եվ վրացիները եւ շատ ուրիշներն էլ շատերը նման են։ Խեթական բարձրաքանդակները եթե նայեք, էլի չափազանց նման են։ Ուղղակի, գիտեք, ծաղրանկարային ձևով, ոչ թե այսպես արմենոիդ են, այլ ծաղրանկարային ձևով։ Բայց բանը հիշեցի, քսենոֆոնի անաբազիսում էլի նույն այդ նկարագրությունը կա, արտահայտիչ քթով, որ ասենք, ես ենթադրում եմ, որ ինքը բանը քսենոֆոնը ինքն էլ առանձնապես փոքր քիչ չուներ, հույների վերջո, իրանց մոտ էլ է, բայց նույնիսկ ինքը ընդգծում է, որ այստեղ ապրող մարդիկ։ Հա, չէ, ես հիշում եմ, որտեղ ուսանողներից հետ էին քննարկում, հենց անաբազիսն էին անցնում եւ այնտեղ հենց ձեր ասած նկարագրությունը կա, կարճահասակ, այսպես ամուր կազմվածքով, առատ մազածածկույթով եւ ընդգծված քթով։ Կարճագանք։ Դա չի ասում ինքը, քիթն ու մազածածկույթն է հիշում։ Սա բայց տեսնում եք մի քանի այլ այդպես չէ։ Մյուս մշակութային ժառանգորդությունը դա մի քիչ ավելի բարդ խնդիր է։ Տեսեք, երբ հայերը քրիստոնեությունը ընդունեցին 4-րդ դարի սկզբին։ Հա։ Ամբողջ մշակույթը փոխվեց։ Թաղման ձևը, եկեղեցականությունը, պաշտամունքը, աստվածները, դիցաբանությունը, բայց պահպանվեց լեզուն, պահպանվեց արքունիքը, արքայա տոհմը, Պետականությունը եւ բազմաթիվ ուրիշ բաներ, չնայած հսկայական փոփոխություններ են դասել թաղման ձևից սկսած մինչեւ ամուսնանալու ամեն ինչ պետք է փոխվի, տեսերը ամբողջ ազգագրությունը ժողովրդի փոխվեց, բայց միևնույն է ժողովուրդը մնաց նույնը, լեզուն մնաց նույնը եւ շատ բան մնաց նույնը։ Իսկ երբ որ լեզուն է փոխվում, դա ավելի մեծ փոփոխություններ է բերում սովորաբար։ Հիմա հայերը խոսում են հնդեվրոպական լեզվով հնդեվրոպական լեզուներից մեկն է, որը չունի շատ մերձավոր ազգակցություն, ինչպես որ կան սլավոնական չէ, գերմանական լեզուներ եւ այլն, հայերենը մոտիկ այդպես ազգակիցներ չունեն։ Հայմատաբար մոտիկ էին համարում հունարենը եւ հնդիրանական լեզուները, այլ կերպ ասած դրանց ասում են արիական լեզուներ։ Ամենամոտիկ հունարենն է, բայց բավական հեռու է։ Հա Իսկ իրանական հնդիրանականները ավելի հեռու են։
այդ մոտ լեզու չունենալը կարող ենք ասենք որ դա հնության նշան է թե չէ այդ մեկը մյուսի հետ բան չունի չէ հնություն լեզվի հնությունը ես չգիտեմ մարդիկ տարբեր ձևերով կարող են պատկերացնել եղել է հանդեպորական լեզու նախալեզու ասում եք այդ լեզուն հա նախալեզուն է եղել որոնցից սկսենք եղել է նախալեզուն մի ընդհանուր լեզու թե չէ հա Հիմա գիտությունը դա վաղուց վեր պարզել է հայերենը որպես անկախ լեզու սկսել է համարվել 15-րդ դարի արդեն 3-րդ քառորդ 4-րդ քառորդում 1875 Բուշմանի աշխատանքից հետո համարում են իրանականի մի ճյուղ որտեղ շատ փոխառություններ կան իրանականից դե նայում են այդպես պատկերացնում են բայց այդպես չի ուրեմն առանցին ճյուղ է Եվ ամենամոտիկ, ինչպես պարզ լեզվական տեսակետից ամենամոտիկն է հունարենին, գուցե նաև ասենք ալբաներենին, բայց դա չի նշանակում, այնքան չի մոտիկ, էլի։ Շատ հեռու է, տեսնեք, ոչ մի բառ չես հասկանա հույների խոսելուց, ոչ մի բառ։ Ին հայերն էլ չէին հասկանա։ Ուղղակի ազգակցություն էլի։ Այդպես չի ռուսերեն, չեխերեն նայում ես որոշ բաներ այդ հարցին եմ ուզում անդրադառնամ եթե մենք օրինակ հանդիպեինք մեր այսպես չգիտեմ էլի քանի որ բանից խոսեցինք անաբազից խոսեցինք մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում ապրող հային եթե մենք այսօր հանդիպեինք մենք իրար կհասկանայինք Դուք իսկ մեր թվականության 5-րդ դարում ապրողային որ հանդիպեք գրաբար կհասկանայինք, չենք հասկանա։ Չենք հասկանա։ Բայց բառերը կհասկանայինք։ Շատ բան գլխի կընկնենք, որ հայերեն է կամ հայերեն նման մի բան է, բայց դեռ չենք հասկանա։ Հա, դա քիչ է։ Իսկ բառերը մնացել են, բայց չգիտեմ, շատ բառերը չեն մնացել, մենք գրաբարից շատ փոխառություններ ունենք, բառերներ են փոխվել։ Այսինքն մեր գրական լեզուն ստեղծված է գրաբարի բառերից մեծ փոխառությունների հիմքի վրա։ Այն ինչ որ թուրքերեններ, այն ինչ որ ուրիշ լեզուներ են, իսկ թուրքերեն շատ էր, նոր գրական լեզուն ստեղծողները, քանի որ այն բոլոր ազգերը, ովքեր հին գրականություն ունեցել, ցենք չեխերը։ Հա։ Եվ որ իրենք իրենց լեզուն գրական լեզուն ստեղծում էր 18-րդ դարում, դե հայերից մի քիչ շուտ։ Դեռ շատ կան գերմանական փոխառություններ իրենց խոսակցական լեզվում։ Իսկ իրենք ունեն բավական հին գրականություն Եվ ըստ այն է որպեսզի գերմանական ազդեցությունը հանեն, նրանք բոլոր գերմաներեն բառերը, այդ թվում նաև իրենց գերմաներեն թվացող բառերը հանեցին։ Ոնց որ հայերը, արևմտյան հայերը հատկապես, չէ՞, նոր բոլոր բառերը վերցնում են հին գրականությունից փոխում են, որ երբ որ չկար լուցկի, չկային ժամանակ լուցկի չեղել, ինչ որ գրաբարյան բառ վերցնում դնում ես, ասում ես լուցկին ուրիշ բան է, նշանակել ժամանակ։ Նույն ձևի չեխերը, բայց նրանք ավելի խիստ են։ Ասենք հայերը մենակ չեն իրենց գործում, փոխառություններ չկան ընդհանրապես։ Իսկ այն բառերը, որոնք իրենց թվում են գերմաներ են, դրանք էլ հայցենք, թատրոն սա ամբողջ աշխարհում թատրոն են ասում կամ նման մի բան չէ։ Բայց իրենք դրեցին դիվադլո, այսինքն բան, տեսարան։ Զրելիչ չէ ռուսերեն։ Բայց պարզեց որ գերմաներեն չի, իզուրեն։ Հա, բայց փաստորեն Այսինքն հայերը նույն ճանապարհով են գնացել։ Կա զարգ լեզուների եւ այդպես են նարել նաեւ հունները։ Հա, լավ ճանապարհ է, ես նաեւ ասեմ, որ օրինակ ինձ դուր են գալիս շատ բառեր, ես օրինակ իմ գիտական աշխատանքների դեպքում, երբ որ հանդիպում եմ ինչ-որ մի տերմին, որ հայերենը չունի, ուղղակի չունի, չի եղել այդ տերմինը, փորձում եմ, ասենք, նաեւ ընկերներիս օգնությամբ, ովքեր լեզվաբան ընկերներիս օգնությամբ, փորձում եմ նոր բառ հորինեմ վերջին հաշվով, բայց այդ հորինելը զրոյի չեմ հորինում, այլ գնում եմ, ասենք արևմտահայերենը շատ ավելի առատ է իմ ընկալմամբ, հա, այսպես չգիտեմ, բառապաշարի առումով եւ այնտեղից եմ ինչ-որ բառ վերցնում, փոխառություն ձևափոխում եմ եւ ծույմ ասեմ, որ շատ այսպես լավ նորմալ process է ամեն դեպքում, էլի, չէ՞։ Բոլորը այդպես չեն, անգլիացիները սկզբունքորեն ոչինչ նոր բառ, եթե հնարավոր է փոխառում են, չեն ստեղծում։ Եթե հնարավոր է, տեսնեք լազերը ստեղծել են, չէ՞։ Մի քանի շատ բառեր հիմա իրանք են ստեղծում, չկան այդ բառերը, բայց եթե հնարավոր է փոխարել, որ չուկչայերենից, չգիտեմ, ֆրանսերենն ամբողջ իրենց լեզուն ֆրանսերենի հիմա վրա է կառուցված։ Չէ, այդպեսի հեռավոր ինչ որ, չգիտեմ, ինչ որ տարբեր լեզուներից, ռուսներն են այդպես։ Ռուսները այդպես չէ։ Ինչի օրինակ իրանք ունեն մոնիտորից, չգիտեմ ինչ, վերցնում են նույնիսկ նրանց մոտ ավելի շատ, ամբողջ աշխարհում ավելի շատ այդպես են լեզուները զարգանում, քան հայերեն նման, այսպես ասած, այսպես չեխերենն են, հունարենը,
Նրանք ունեն դե պատկերացրեք հունական գրականությունը, նրանց հին հունարենի բառապաշարը, բառագանձը, այսպես ասենք, անդերևակայելիորեն մեծ է, 120,000 բառ, երկրորդ տեղում, ասենք, սանսկրիտը 110,000 բառ, չափազանց հարուստ լեզուներ են։ Եվ հունարենը գրական լեզուն ստեղծվելիս, ուրեմն հիմնական այս դե նոր ժամանակներում երբ որ ստեղծում էր, նրանք հենվում էին երկու լեզու ստեղծվեց։ Մեկ ավելի մոտիկ խոսակցականին, մեկ ավելի մոտիկ բյուզանդականին։ Ոչ թե հին հունարենն, այլ բյուզանդականին։ Բայց հիմա արդեն այդ ավելի մոտիկ բյուզանդականինը դուրս է եկել։ Նրանք հույները չեն խուսափել թուրքական բոլոր բառերը չեն հանել իրենց։ Դե քանի որ թուրքական կայսրությունում են ապրել եւ ազդեցության տակ են գտնվել, բոլոր այդպիսի նույնիսկ մշակութային ազգ ինչպես հույները մեծականակ փոխառություններ ունեցել, նրանք չեն հանել բոլորը։ Հայերը այդ տեսակետից մաքրամաքուր հիմա որ նայեք, ես նայել եմ երթևությամբ չեխերեն խոսում են սիտուացիա, ուրեմն այդ բառը փոխառել են կամ օգտագործում են առնվազն։ Այդպես չի որ նրանք էլ փորձում են փոխառել։ Հիմա ուզես թե չուզես պետք է փոխառես։ Թե որ կգնա կարևոր աշխարհում երկնակամարում անգլերեն է սավառնում։ Նա անգլերենը սկզբունք չունի փոխառելու։ Չէ, ստեղծելու, եթե հնարավոր է փոխառել։ Իսկ մեր մոտ եթե հնարավոր է սարքել, ու թարգմանում են, էլի, ասենք տերմին բառը լատիներեն սահման բառի հետ է կապված, իմ ասեն եզրույթ։ Ես չգիտեմ ինչ կան։ Մի բառը։ Լավ, էլի վերադառնալով այն նախնական հարցից, ինչքան ժամանակ մենք կարող ենք այսպես հետևենք ու ասենք, որ այս ժամանակից հայերեն են խոսում, այսինքն միջև ուր է գնում մեր հորիզոնը, միջև ուր ենք մենք տեսնում հայերենի կիրառությունը։ Հայերի ցեղանուն հայ պարտավոր չէր, ասենք 1000-2000-5000 տարի առաջ այդպես կոչվել։ Հետո հայերը առանձնացել են ի վերջո ինչ-որ մի ժամանակ, քանի որ եղել է հնդեվրոպական ընդհանրություն, նրանց մեջ եղել են ցեղեր, խմբեր եւ այլն, բայց ի վերջո նաեւ եղել է ընդհանրության զգացում ոսենք։ Որտեղ թուրքերը թուրքմեններ են, թուրքալեզուները չէ, չգիտեմ, ղազախներ են, ինչեր են, մյուսներ են, բայց միևնույն տարբեր էթնիկական անվանումներ ունեն։ Հիմա չգիտեմ, դա երբ է առաջացել հայերի շատ շուտ է առաջացել։ Բայց ի վերջո երբ են ուզում եք ասել հայերեն լեզուն երբ է առանձնացել, երբ որ հայերը իրենք առանձնացել են իրենց։ Երբ որ իրենք սկսել են անցնել որպես առանձին խումբ։ Երբ որ իրենք առանձնացել են իրենց եւ կանցեն երբ որ անգլիացիների մի խումբ գնացել են Ամերիկա, ասել են դեղ ապրել, կամաց հիմք են դրել ամերիկյան ժողովրդին։ Այս նոր ամերիկյան ժողովրդին։ Երբ որ առանձնացել են, լեզվով չեն տարբերել սկզբից։ Եվ ինքնանվանում էլ չեն տարբերվել։ Մեկը իրենք իրենց անգլիացի են համարել։ Հետո կամաց տեսեք այնտեղ լեզվական փոփոխություն չի եղել, խոսում։ Բայց մեր մոտ ուրեմն երկար հազարամյակների ընթացքում տեղնեցել լեզվական փոփոխություն եւ այլն։ Ես դժվար է ասել, բայց կարելի ասել այսպես հնդեվրոպական նախալեզվից, հնդեվրոպական նախահայրենիքից առանձնանալու ժամանակ հայերի ուրեմն դրանց անվանենք վաղնջահայեր։ Դա այդ ինչ որ ասում են ռուսերեն պրոտոարմյան է, անգլերեն պրոտոարմենիան եւ այլն։ Դա տերմին առաջարկել է Գևորգ Ջավոկյանը վաղնջահայեր։ Դա հնդեվրոպական նախալեզվից անջատվելու եւ հայերենի ամենավաղ շրջանի զարգացման դարաշրջանին բնորոշ հայերի անվանումն է։ Այսինքն որ մենք ասում ենք վաղնջահայ, չի նշանակում որ նա պետք է ռասայով, չգիտեմ, մշակույթով, հայր է, ոչ, դա միայն լեզվական է եւ ինչպես ասացի, առաջնային այստեղ լեզվական խնդիրն է։ Մարդկանց իրենց տարբերակելու ձևի համար նույնականացնելու համար է։ Եվ դրա պետք է տեղի ուներ այն ժամանակ, երբ հայերենը անջատվել է հնդեվրոպական մայրլեզվից։ Հիմա կասկածներ կան եղել, կարծիքներ են եղել բազում, հնդեվրոպական հայրենիքը որտեղ է տեղի։ Այդ նույն հարցեր ուզում էի տալ։ Այդ է, հենց այդ հարցն է ուզում էի տալ։ Երբ որ ասում ենք հնդեվրոպական այդ հայրենիքը, որտեղ ես գիտեմ մի քանի տեղայնացման տենց վարկածներ կան, կուզենայի այդ ձեզանից լսնել, հա։ Ջեյմս Միլլերին, որը հնագետ, որ երկար զբաղվել է այդ հարցով, նա 87 թվականի գրքում այդ հարցի շուրջ յուրի որ հնդեվրոպական հայրենիքը տեղայնացվել է շատ տեղերում։ Հյուսիսային բևեռից
մինչև Հնդկաստան եւ օվկիանոսից օվկիանոս, մինչև ծայր Արևմտյան Եվրոպայում, Հնդկաստանում, որտեղ որ միայն հնարավոր է, հայկական լեռնաշխարհը չի գտնվել այդ եղած քննարկվող բաների մեջ, գիտականորեն քննարկվող, բայց ամեն դեպքում առաջի տեսակետ արտահայտողը ելնելով Աստվածաշնչի հիման վրա տեղայնացնում է լեզուները որտեղից են Բաբելոնից, ասից բան հայկական վերջը էստեղ է։ Նոյի վերջը էստեղ է։ Այսպես մի բան, այսպես է։ Դա 18-րդ դար պետք է լիներ։ Դա այսպես է։ Հետագայում 19-րդ դարում արդեն ասեցի գիտական տեսակետներ առաջարկվել, առաջադրվել, առաջ քաշվել տարբեր տեսակետներ ուրեմն կային եւ բայց արդեն պատտվում էր մի տարածքների որոշակի տարածքների շուրջ։ Ասենք Հարավային Ռուսաստան, Ուկրաինա, Վոլգայից Դնեստր եղած տարածքները, Ղազախստանից մինչև Ուկրաինա եւ մինչև Դնեստր եղած տարածքները այսպես։ Դա մնաց շատ գիտնականներ գերեցին եւ ասենք մի Թիշլեր անունով մի գերմանացի գիտնական ես հիշում եմ որ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի չեմ հիշում 80-ական երևի թվերը թե ոնց նա բերում է մոտ 50 թե քանի տեսակետ տարբեր տեղանացումների որոնց հիմնական մասը այդ տարածքներն է տեղանացում առաջին այսպես մեծ մարտահայտ այդ ուրիշ տեղայնացումներ կային ասենք Հնդկաստանում մինչև հիմա կա հնդկաստանյան տեղայնացման վարկածը որը հիմա իրականում շրջանառությունների դուրս է եկել 1900-ական մինչև 70-ական թվականների վերջից մինչև 80-ական թվականները սովետական գիտնականներ կամ Կրելիձեն եւ Իվանովը երկու ականավոր լեզվաբան առաջ են քաշում մի տեսակետ, որի համաձայն հնդեվրոպական նախահայրենիքը տեղայնացում է հայկական լեռնաշխարհում եւ մերձակայքում։ Ընդ որում այդ տեսակետը շատ ավելի փաստարկված է, շատ երկու հատորանոց մեծ հատորներով մենագրությամբ ներկայացվեց 84 թվականին, որը փաստորեն նոր խոսք էր գիտության մեջ բերում են ոչ թե ասում են թե որտեղ կա իշխան ձուկ, ֆորել ձուկը, ուրեմն հանդիվորական մի քանի լեզուն ֆորելն ու նիձերին, ուրեմն այնտեղ պիտի ապրեն, մի քանի էսպես բաներ էլի, բայց այստեղ շատ ահռելի քանակությամբ լեզվական փաստարկների հիման վրա եւ մշակութային եւ այլ թե ինչպես փորձեցին ցույց տալ հայկական լեռնաշխարհը, որովհետեւ ոնց որ կային շատ ընդհանուր փոխառություններ քարտվելական, վրացերենում եւ զուգահեռ ազգակից լեզուներում եւ միջագետքյան ակադերենում եւ հին միջագետքի լեզուներում եւ այսպես ուրեմն որ կարծես երկուսի արանքում պետք է գտնվեր։ Այդ տեսակետը մի բռնակում ապրեց ասեմ որ դրանից մի քիչ անց նույն 87 եթե չեմ սխալվում թվականին վստահ չեմ մի բրիտանացի հնագետ Ռենֆրի ազգանով այստեղ առաջ քաշեց մի հատ տեսակետ որ Փոքր Ասիայի կենտրոնական մասում է եղել հայրենիքը չաթալույուկման եւ այդ երկու տեսակետները բավական երկար ժամանակ մնացին ասեմ ձեզ որ Կամպերիձի Իվանովի տեսակետը հատկապես սովետական միությունում հենց սկզբից մեծ բան ունեցավ բռնումով մոտեցում եղավ եւ մեծ հաջողություններ վայելում մեծ տարածվածություն ուներ բայց կամաց այդ տարածվածությունը դուրս եկա հատկապես հայկական շրջանակներում հասկանալի է որ այդ տեսակետը մնում էր գերագույն եւ գերիշխող հետագայում հատկապես այդ տեսակետը քննադատվեց եւ հատկապես արևմտյան գիտության մեջ մի ասենք մի շատ շուտով արդեն հետևորդներ չուներ, նկատի ունեմ նշանավոր գիտնականների մեջ, հետևորդներ չունեցավ, որովհետև թեև գնահատվում էր երկու գիտնականների աներևակայելի էրուդիցիան, բայց մի հատկապես Վյաչեսլավ Իվանովի,
որ նման բան չկա, իր նման գիտնականներ կամ չեն եղել կամ քիչ են առնվազն, երևակայելի գիտելիքները, բայց միևնույն է հնագիտորեն հնարավոր չի պատկերացնել, հնագիտությունը չի տալիս, մի տեղ պետք է լինի, որտեղից մարդիկ գնան ուրիշ, որի տեսնես, որ այստեղից գնացել են, չկա, որ նման բան չկա։ Եվ այն դարաշրջանը, երբ որ Համբեզյան Իվանովը տեղայնացնում են հայկական լեռնաշխարհում իր նախահայրենիք, այստեղ ապրող բնակչության մասին հնագիտությունը բավական տեղեկություններ ուներ, այդպես բան չի եղել։ Չէր կարելի նույնացնել դրանց հետ։ Դրա համար իրենք փնտրում են, տարբեր ձևեր են գտնում եւ այլ, հետո որպեսզի հասցնեն, միևնույն է երկրորդային հայրենիք պետք է լիներ, այսպես ասացի, հարավային Ռուսաստանը, հյուսային Կովկասից մինչեւ Սամարա, Վոլգայից էլ մի քիչ ընկում եւ մինչեւ Դնեստար։ Այդ մեծ հայրենիք։ Հիմնական մասը, որտեղ մյուս ժողովուրդները տեղից են գնացել, ասենք, նույնիսկ Գամկելեձե Իվանովի Անդեվորոպացիների մի խումբ, որոշ խմբեր անցել են Կասպիցովի հարավով, գնացել հասել են այստեղ այդ Պոնտոս-Կասպյան, այսպես ասած, հայրենիքը Տափաստանային, որտեղից է տեղի ունեցել մնացած ժողովուրդների գաղթը, այսինքն եվրոպացիների եւ դա երկրորդային հայրենիք էր կոչվում։ Հիմա դա եւ ամբողջ գաղթը այստեղից Միջին Ասիա եւ այլն շատ բարդ չէր ընկալվում։ Ինչ վերաբերում ռեֆլյուի տեսություն ավելի շատ հետևորդներ ունեցավ, որտեղ դա հնագիտորեն էր։ Նրանց հնագիտ։ Եվ հնագիտորեն էր դա փորձում ցույց տալ։ Ինչևից այդ բոլոր տեսակետները շրջանառության մեջ քիչ թե շատ կային կամ չկային ինչևից է, բայց հետո այստեղ վրա հասավ գենետիկայի զարգացման այն աստիճանը, երբ սկսեց խոսել գենետիկան։ Բանն այն է, որ հին մարդկանց մարմինները հողում երկար չեն դիմանում։ Եվ ոսկորը երկար չեն, բայց ի վերջո ինչ կան, նրանք էլ որ դիմանում են, ասենք կենսաբանական նյութերը, դրանք կենսաբանական միացություններ են, որոնք քայքայվում են։ Ինչքան պետք է մնա, որ ասենք, եթե մենք պատկերացնենք մարդու գիտեք գենետիկական նյութը, հիմնական, որի վրա է կառուցում մարդու ամբողջը, ամեն ինչը։ Ասենք մազերի գույնը, ոչ միայն տեսքը, այլ ընդունակությունները, անընդունակությունները, առողջությունը, հասակը եւ այլն։ Այդ բոլորը կախված են մարդու գենետիկայից։ Ասենք կա մի սկայական մոլեկուլ, որը կա բոլոր բջիջներում եւ այդ գենետիկայի այդ նյութը ժառանգական նյութ է։ Դա կոչվում է դեզօքսիրիբոնուկլեինային թթու։ Ես կենսաբանական ֆակուլտետ եմ ավարտել, բայց դժվար տեսեք։ Ես էլ դժվար արտասանեցի, բավական չեմ արտասանել։ Եվ այդ դեզօքսիրիբոնուկլեինային թթուն դա մի ահռելի մոլեկուլ է։ Իհարկե այսքան չի։ Դե քայքայվում է, ինչպես եւ ամեն ինչ, ամեն մի կենսաբանական նյութ քայքայվում է։ Եվ պարզվեց մի 10 տարի առաջ պարզվեց, որ մարդու ականջի հետևում գտնվող գանգոսկրիմի հատվածում մնում է։ Կարելի է այստեղից գտել են ու պարզել են, թե արդեն թե ոնց ու սկսեց գիտությունը զարգանալ, սկզբից դեդանլով, հետո արդեն արագ եւ արդեն սկսեցին արդեն զբաղվել հնագենետիկայով, արդեն մեծ խնդիրների, ասենք հնդեվրոպական եւ այլ խնդիրների վերաբերյալ աշխատանքներ ցեցին տպվել եւ հիմա ձեզ ասեմ արդեն հիմնված գենետիկայի վրա։ Այո, եւ ի վերջո ամբողջովին փոխեցին, այսինքն հիմնավոր կերպով ապացուցեցին որոշակի կարծիքի ճշմարտացիությունը։ Եվ դա ասեն ուզես թե չուզես այդպես է։ Ցանկալին իրականություն համարելու ոմանց ձգտումը կամ տակարակը չգիտեմ ինչ դա արդեն այդ ուզես թե չուզես այդպես է։
բայց ինչպես ասացի, կարևորը լեզուն է, չէ՞, դա գենետիկան ինչ կապ ունի, ասեք հայերը թուրքերը շատ նման են հաճախ իրար, բայց լեզվով տարբեր են, մշակույթով տարբեր են եւ այդ բանն այն է, ինչպես ասացի, բայց հին ժամանակին մարդիկ այդքան էլ այդպես չեն։ Հետո կարելի է վերջ ինչևից է, կարծես թե հիմա շատ հարցեր չի ասի մանրամասնորեն, բայց շատ հարցեր ուղղակի շատ բարձորոշ կերպով բարձված են։ Այդ ու հաջորդի ծագման խնդիրը հիմնական գծերով նույնպես բարձր է արդեն։ Եվ ես արդեն թե ինչ, բայց մինչև գենետիկան էլ կարելի ասել, մի քանի բան կարելի էր ասել, լեզվական կապերը արդեն ասեցի, չէ՞։ Բայց արդեն կան մենք վերջին հաշվով այդ բոլոր բաները փորձեցինք այդ աղբյուրները բարձել։ Գենետիկան եկավ լրացնել, լեզվաբանության այսպես լեզվաբանական հետազոտությունների արդյունքները, հնագիտական նյութի այսպես տվյալները, որ մեզ տալիս է եւ վերջապես այդ բոլոր համադրություններից, հնագիտությունից, լեզվաբանությունից եւ գենետիկայից մենք ինչ որ պատկեր մեր համար ստանում ենք, բայց հա, ինչպես դուք նշեցիք, այնուամենայնիվ անթրոպոլոգիայով, բայց մարդը պետք է խոսի այդ լեզվով, որպեսզի իրեն ընկալի, ինքնանկալումը պետք է լինի, որ ինքը այդ խմբին է պատկանում, մի խմբի, որը կոչվում է առաջնային հարցը լեզվական։ Հա, հիմա ուզում եմ հասկանամ, մի քիչ առաջ դուք ասացիք, որ վերջին հաշվով պետք է հասկանանք երբ են այդ մարդիկ սկսել իրենց կոչել հայ, չէ՞ վերջին հաշվով, այսինքն որպեսզի դու կարողանաս դու ինքնա քեզ իդենտիֆիկացնես որպես հայ, պետք է հասկանանք նախ հայը որտեղից նախ ծագեց այդ հայ անվանումը, ինչ է հայ, ինչու որոշեցինք, որ մեզ պետք է կոչենք հայ, որտեղից է հայ անվանումը։ Լավ, ես կարծում եմ դա կարևոր հարց է, բայց ամենաառաջնայինը չի։ Թե անգլիացիները հիմա իրենց ասում են English, բայց անգլիացիները ընդամենը գերմանական մի ժողովուրդ են, նրանք English ասենք անգլիացիները գերմանական մի ցեղ են, ոնց որ նաև գերմանալեզու, այսպես ասենք, ոնց որ դանիացիները, սկանդինավցիները, շվեդները, հոլանդացիները եւ շատ եւ այլն, չէ՞։ Հիմա երբ է նրանց ցեղանունը առաջացել, բայց նրանց սա արդեն Անգլիա եւ նրանք դարձել են այսօրվա անգլիացիների իսկական անգլիացի, երբ որ եկել հասել են Անգլիա։ Նրանք խառնվել են տեղի կելտական բնակչության հետ, նրանք մշակութային բացարձակապես նոր հատկանիշներ են ձեռք բերել, որովհետև նրանց մոտ տերապետող, իշխող արքայատողմը, եթե հիշում եք 10-րդ, 11-րդ դարի նորմանդացիները, որոնք իրենք ծագումով սկանդինավցի էին, բայց լեզվով արդեն ֆրանսերեն է խոսում։ Եվ 3-4 դար այնտեղ իշխող վերնախավը երկրի խոսում էր ֆրանսերեն։ Նոր արդեն Հենրի 8-ը, եթե գիտեք, ինքը որոշ անգլերենը դարձեց պետական լեզու, փաստորեն միակ պետական լեզու։ Դե ինքը, բայց բոլորը մինչ այդ անգլերեն խոսում են տեղի անգլերենը, որը արդեն այնքան էր խճողված ֆրանսերենը, ոնց որ այսօր ֆրանսերեն գրում են անգլերեն կարդում։ Եվ բարերի 60%-ը բարապաշտարի ակտիվ բարապաշտի ֆրանսերենից է փոխարված։ Չէ, էլի կան փոխառություններ, տեսեք լատինական, բայց ինք իրական լեզուն։ Ասենք դեմք ինչ է face։ Անգլերեն ֆրանսերեն face, մենք ասում ենք, չէ, անֆաս, կիսա, բան։ Վերջը, եմալ նույնիսկ շատ մեծ ոնց որ հայրենը ուժեղ էր իրանական փոխառությունների դերը, որովհետև մի 4-5 դար էլ Հայաստանում է, չէ, իշխել։ Աքեմենյանների շրջան։ Չէ, իշխան արքայական դինաստիան, արշակույնների պարտևական դինաստիան։ Առաջի 200 տարի։ Հա, դինաստիայի առումով, հա։ Իրենց լեզու են խոսել, որտեղ այդ քանակի, այդ աստիճանի, այդ փոխառություններն նույնիսկ չափազանց շատ են, էլի։ Եվ այդ մենակ հայերը եւ մենակ անգլիացիները չեն, այդպես ուրիշ ժողովուրդների մեջ էլ կան, բայց մեր մոտ շատ վառ է արտահայտված եւ իշխող վերնախավը մեծ ազդեցություն է թողում տեղի լեզվի վրա։ Հա, այստեղից մի հատ ուրիշ հարց է մտառաջանում, չգիտեմ զուգահեռը ճիշտ եմ բերում, թե չէ, Ուրարտուի մասին։ Ի վերջո Ուրարտուն։ Բոլոր հարցերին չեմ կարող միանգամից, ասեք, այս հարցին վերացնենք, հետո կգնանք։ Եկեք այդ հարցին։ Այսինքն, բայց անգլիացիները կլինեն անգլիացի, երբ որ Անգլիայում են արդեն ապրել։ Չէ, նրանք իսկ այնտեղ անգլերից այդ ցեղը
նրանք այդնուն անգլիացիներ չեն, եկել են փոխվել են, այդտեղա բնիկների հետ են խառնվել մեծ քանակությամբ, հետագայում ուրիշ մարդիկ են եկել, հետո հռոմեացիներն են այդտեղ իշխել եւ բայց իրենց շարունակել են անգլեր կոչել, չէ՞, ասենք անգլ English, հա կոչել են, բայց արդեն լրիվ ուրիշ ազգ է, այսինքն անունը մնացել է նույնը, հիմա բայց բանը եւ մշակութապես բոլոր կատեգորիաներով ուրիշ ազգ են, նրանք շատ տարբեր են գերմանացիներից եւ այն ժամանակ էլ տարբեր են։ Չնայած խոսում են գերմաներենի մի բարբառ։ Վերջը ասպիսով դա ինքնաբանումը կա եւ կարող է ինքնաբանումը փոխվել։ Հիմա ամերիկացիներն ինձ ասում են American, բայց լեզուն չի փոխվել։ Եվ վերջը էլի մեքսիկացիները իրենց ազգին ծեու են ասում, չէ՞։ Ինչևից այստեղ շատ կարևոր է ցեղանվան գոյությունը, որը միավորող դեր է կատարում, որտեղ սովորաբար ժողովուրդը ողկացած է լինում մի քանի ցեղերից, որոնք միավորում են, չէ՞։ Տեսկեցու մինչև այսօր հին հույները քանի ցեղ են եղել։ Նույնիսկ մի քանի ցեղ, ինչպես նաև վրացիները մինչև այսօր ցեղային բաժանումը կա։ Ախեացիները, Ախեացիներ եւ էոլիացիներ եւ վրացիները մինչև այսօր բաժանված են էլի ցեղերի։ Դե իհարկե այդքան էլ չէ։ Սվաններ, չէ։ Դե սվանները այնքան հերո ժողովուրդ են, ոչ կան ինչպես ասեն, ոնց որ ասենք հայերը հույները։ Մի քիչ ավելի քիչ, բայց այդքան հերո ժողովուրդ են։ Լեզվով, բայց մշակույթով ոչ, որովհետև նրանք են քրիստոնյա Վրաստանի մեջ են ապրել։ Եթե հայերն ու հույները միասին ապրեն, մենք այդքան հերո չենք լինի։ Ինչևից այսինքն դա ցեղանվան կարևորությունը հաշվի, բայց ես ժողովրդի ծագման համար լավ կլինի, եսպես ասենք, որ ովքեր են եղել մեր լեզվական նախնիները, ինչպես ասացի, հայ ժողովուրդը կենսաբանորեն շարունակում է տեղի բնակչության պատկերը փաստորեն։ Մենք շատ նման ենք, ինչպես ասացի, խեթական, ուրարտական, հասորեստանյան բարձրաքանդակների բաներին, պատկերներին, շատ նման ենք։ Այս արծվակենտ արմենոիդ ասել եմ, այս դա ենք պատկերացնում։ Շատ նման ենք։ Լեզվով նման չենք։ Ասորեստանում խոսել են ակադերեն, սեմական լեզուներով եւ այլն։ Իսկ մշակույթով, ինչպես ասեցի, մշակույթն էլ փոփոխական երևույթ է, էլի, մենք իսկապես երկար ժամանակ քրիստոնեությունը փոխեց, բայց մինչև այդ էլ եղել են, բայց միևնույն է, հին ժամանակ մշակույթը նույնպես լեզվով էր պայմանավորված։ Մշակույթը գալիս է կրոնից եւ առասպելաբանությունից հնում մշակույթ ասած է գրականություն, արվեստ, չգիտեմ, բոլորը պարփակված էր մի բանով առասպելաբանության մեջ, որը հիմնական մասնագիտությունն է։ Դա էր մշակույթ, ստեղծում մշակույթ։ Եվ այդ մշակույթ հիման վրա մոդելավորվում էր աշխարհը, չգիտեմ ինչ պատկերացումներ աշխարհի մասին եւ դա ստեղծում էր սեփական լեզվով։ Լեզվական նորից ու նորից գալիս է լեզվական խնդիրը հայկական լեռնաշխարհում ապրող բնակչությունը երբ է սկսել խոսել հայերենի հին վաղնջա հայերենով այսպես դե եթե հիմա կարծես թե ինչպես հնդեվրոպական հայրենիքի մասին խոսելով ասացի որ տեսակետ կար որ այստեղ էր տեղայնացնում թեև տեսակետը շատ չէր ընդունում բայց հենց վերջիկ հնագենետիկական պատկերացումների տվյալները ոնց որ նորից բերում են այստեղ ինչ որ ակտուալ տեղ են դարձնում հայկական լեռնաշխարհից մեր թվականությունից առաջ մոտ 5200 այդպես թվականներին մեծ գաղթ է եղել դեպի հյուսիս ընդ որում Կովկասի վրայով Դամկելեձի Իվանովը չվախի չէին կարծում որ հնարավոր էր Կովկաս անցնել որ այստեղից գնային այնտեղ այնտեղից գային այստեղ չեն հիմա պարզվում է որ շատ էլ հնարավոր է եղել որտեղ մարդմես մարտեւ այն ժամանակ տեսնում են որ այդ մարդիկ որոնք ապրում են այստեղ բոլորովին տարբեր են Կովկասից հյուսիս ապրող մարդկանցից եւ մեկ էլ մեծ քանակությամբ հայտնվում են հա ուրեմն հնարավոր է եղել տեղաշարժը եւ գնացել են Եվ կարելի էր պատկերացնել, որ հնդեվրոպական հնագույն հայրենիքը եղել է հայկական լեռնաշխարհում։ Դա այսօր ես նկատում եմ աշխարհում ընդունելի եւ ընդունված տեսակետների մասին է խոսքը։ Կարող էր հնդեվրոպական, այսպես նախա հայրենիքը, նախա հայրենիքը տեղայնացվել հայկական լեռնաշխարհում։ Որտեղ իսկապես մեր թվականությունից առաջ, 7000 տարի առաջ
մեծ քանակությամբ ավելի քան 7000 ներհոսք է երևում եւ արդեն յամնայա մշակույթը ռուսաստանյան հսկայական տարածքներ գրավող, այսպես ասեցի, Ղազախստանից մինչև Դնեստրի տարածքներ գրավող մշակույթը կիսով չափ փաստորեն անդերկովկասյան այդ թվում նաև անդերկովկասից հարավ եկած մարդկանց, այսինքն նաև փոքրասիական եւ լեռնաշխարհից էլ հարավ, այսինքն հյուսիսային Մեջագետ, Սիրիա, բան այդ Լևանտ, այդ տիպի նույնիսկ փոքր քանակությամբ հիմնականը այստեղի մարդկանց բանը։ Եվ այդ տեսակետի հիման վրա Լազարիդիսը եւ իր 200 շուրջ համահեղինակները Վաներևակայելի բանը 22 թվականին տպագրեցին մի հոդված, ըստ որի հնդեվորական հայրենիքը պետք է լիներ հայկական լեռնաշխարհի մերձակայքը եւ այդպես չէր ունեցել մենակ։ Եվ մերձակայքը եւ իմ դժվար է 7000 տարի առաջվա բաները տեղայնացնել եւ այլն, բայց հետո այստեղից ուրեմն գնաց մեծ քանակությամբ ներհոսք է եղել դեպի Կովկաս եւ ավելի հյուսիս, որտեղ է Տապաստանային եւ Անտառատապաստանային գոտում Վոլգայի ավազանից մինչև Դնեստրի ավազան, կամաց ստեղծվել է հետագա յամնայա մշակույթ հազարամյակներ իհարկե անց, որի բնակչության մեջ որ նայեք մոտ կեսը եվրոպական, տեղական գեներ են, իհարկե նաև արևմտյան Եվրոպայից եկած եւ բայց այնտեղի տեղական գեներ են, մոտ կեսը այսպես հարավային Կովկասից հարավ անդերկովկասից այսպես ասենք, այնտեղ գնացած մարդկանց գեներ են։ Մի 7% էլ կամ այսպես ուրիշ, այդ ուրիշն էլ այստեղի հենց այդ բան Լևանտը դրանք են, էլի, այլ շատ հետաքրքիր բան է, որի հիման վրա 22 թվականի իրենց հոդվածում այդ Science-ի հոդվածն է, Science-ի 22 թվականի հոդվածին, այդպես սեպտեմբերյան համարները։ Դա իհարկե չափազանց հետաքրքիր է, եթե հայկական, եթե հանդեվորական նախահայրենիքը տեղայնացում է հայկական լեռնաշխարհում։ Հա, այդ ուղղակի մեր լսողներն եմ ուզում ասեմ, այդ ուզում եք կարդալ 22 թվականի օգոստոս-սեպտեմբեր համարներ, հիշում եմ։ Ճիշտ է հիշում։ Այո, բայց դա ինչպես չնայած շատ հետաքրքիր ու հայկական լեռնաշխարհում է տեղայնացում հանդեվորական նախահայրենիքը, բայց նախահայրենիքը հանդեվորական հայկական լեռնաշխարհում չի տեղայնացում ըստ այդ տեսակետի, որտեղ հայերենը ունի մոտիկ լեզուներ։ Հայերենը սովորական հանդեվորական, որպես ասենք, բուն հանդեվորական լեզու են, ինչպիսին են, ասենք ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, հնդիրանական, հնդկերեն, հինդի, ուրդու բան եւ այլն։ Անգլերեն, չգիտեմ, անդերմոտիկ լատիներեն։ Այդ դրանք անվանում են բուն, ասենք անվանենք բուն, մի քանի անուն կա, ասենք քոր են ասում անգլերեն, միջուկայի, միջուկ եւ այլ, բայց դա մի քանի ձևով են ասում։ Ասենք թե բուն հնդեվորական լեզուները, դրանք հայերենը մտնում են նրանց մեջ։ Հայերենը ամենամոտիկ ազգակիցն է հունարենը։ Երկրորդ տեղում երկար ժամանակ համարում են եւ երևի այդպես է հնդիրանականը։ Երրորդում թերևս բալթիկ սլավոնականը։ Դե որտե բալտոսլավյան, հայերեն լավ չի, բալթիկ սլավոնական։ Նրանք մոտիկ են իրենց լեզուներով, բալթիական լատիշները, լիտվացիները, սլավոնները մոտիկ են։ Ինչևից է։ Այ նրանց հայրենիքը Կովկասից հյուսիս է։ Նրանք այդտեղից են սկսել բաժանվել։ Այն նախահայրենիքը, որ պետք է լիներ հայկական լեռնաշխարհում, այդտեղից իբր բաժանվել են խեթերի եւ մյուս անատոլիական ժողովուրդների, հնդեվրոպական անատոլիական ժողովուրդների, նախնիները խեթերը, լոբարցիները եւ մյուսները լիկիացիները, լյուդիացիները եւ գիտեք էլի կան։ Կարիացիները։ Որովհետեւ խեթերը չափազանց հեռու են։ Բացի անատոլիական լեզուներից կամ նրանց մամայ լեզվից, ինչ ասեն վաղանջախեթերեն, դրա համար այդ հայրենի, այդ հնդեվրոպական լեզվի ավելի հին տարբերական անվանում են հնդխեթական։ Այդ այն ժամանակն էր, երբ որ հնդեվրոպական լեզուն, նախալեզուն, նախնի լեզուն եւ խեթերենի նախնի լեզուն դեռ նույնն են։ Եվ որ խեթերը անջատվել են մյուսներից ավելի քան 1000 տարի առաջ։ Նրանք դրա համար շատ չափազանց տարբեր են։ Տեսեք հայերեն հուր, հունարեն եղել է պուր, հին հունարեն։
Չեն նման էլ անգլերեն fire, նույն թե չէ, թե սանտե պային մեր պային նրանց մոտ fire հատե father անգլերեն, չէ։ Father գերմաներեն։ Իսկ մեր մոտ պնդառնում է հայր։ Շատ բան, իսկ հունարեն, իսկ խեթեն գիտեք ոնց է։ Պախուր, երկու խյով։ Դա չափազանց զարմանալի բան։ Ոչ եմ դու բանի նման չի էլի, այսպես ասած։ Դրա համար դժվար նա այսպես ասում են, որ ոչ թե քույր լեզու է, ինչպես մյուս լեզուները, ոնց որ հայերենը, հունարենը, ռուսերենը, մյուսները, ոչ թե հանդեպորական քույր լեզու է, այլ մորաքույր լեզու։ Հա։ Պաստորեն ճիշտ եմ ուզում, այդ մոդելն եմ ուզում բանանեմ։ Պաստորեն ինչ որ մի խումբ այստեղ մնացել է, ինչ որ մի խումբ այստեղից, այսինքն հայկական լեռնաշխարհից նկատի ունենք Լազարիդիս 22 հոդված շարժվել է մի խումբ մնացել է Հարավային Ռուսաստան, Ուկրաինա, որով հիմք է դրել բոլոր մնացած հնդեվրոպական լեզուներին, բացի անատոլիականներից, իսկ այստեղ մնացածը նորից վերադարձել է հետ, իսկ այստեղ մնացածները գնացել են Փոքրասիա ավելի շատ եւ դրանք դարձել են խեթերի, լուգացիների, մյուսների նախնիները։ Հետագայում արդեն 3000 թվականից այդտեղ ձևավորված արդեն բուն հնդեվրոպական լեզուն կամ նախալեզուն, ինչպես ասում են, յամնայա մշակույթ։ Եվ հետո նաև նրանց հետո եկած նաև կատակոմբնայա մշակույթը։ Այդպես են կոչում յամնայան, ասես փոսային չի մեր նեցանտված անվանել անգլիբոլ յամնայա կատակոմբյանը կարող է ասել կատակոմբյան, բայց յամնայան դժվար է, չգիտեմ ոնց ասել, փոսային մի տեսակ։ Հենց անգլերեն էլ են յամնայա։ Յամնա, հա, յամնայա։ Այստենց էլ գնում են, հա։ Դե նրանք անգլիացիներն ինչպես ասում են, երբեք չեն տալ։ Կատակոմբնայանը ասում են վերջը, ինչևից է։ Եվ հայերեն լեզվի կրողները, այսինքն վաղնջահայերը, ըստ այդ տեսակետի եկել են Կովկասից հյուսիս, այսինքն այն հեռավոր բանից Պոնտոս Կասպյան կամ Տափաստանային, ասում են հետո ասում են Կուրգանային, այդ հայրենիքից Վոլգայից մինչև Դնեստր տարածող այդ տեղից են հայերի հայերեն լեզվով խոսող մարդկանց առաջի խմբերը եկել են այդ թվական եւ եկել են 2000 մոտ 2500 թվականին մեր թվականությունից առաջ։ Ինչպես դա չափազանց հեշտ է Երևան։ Այն ժամանակ երբ մեր ոչ միայն սիրողները, գիտնականները, երբ որ նայում են, փորձում են, ասենք Աճարյանը, չէ, Մանանդյանը, որոնք այն ժամանակ վաղուց իբր գիտեն, այդ Ուկրաինա, Ռուսաստանում եղել հայրենիքը։ Ոնց է հայերեն բերում են Հունաստանի Բալկանյան ճանապարհով։ Որովհետև հունական աղբյուրները ասում են, որ հայերը պրոգիական գաղթականներ են, պրոգիայից են ծագումով եւ այլն, պրոգիան էլ հունարենին մոտ լեզու է։ Հետո ասում են, ուրեմն կաչկա հայերենն էլ է մոտ եղել, այսպես ինչ որ բալկանյան տիպի ամենամոտիկ լեզուն է Բալկանի։ Ուրեմն այնտեղից պետք է գային, այսպես են պատկերանում։ Բայց հիմիկվա նյութը ցույց է տալիս։ Ուղղակի ցույց է տալիս, որ եկել են մեր հայերի նախնիները, եկել են մեր, որովհետև 2500 թվականից սկսած, այստեղ որոշ ժամանակ, այսինքն 3000-ամյակի կեսերից։ Հայկական Անդրկովկաս եւ հայկական լեռնաշար տեղի ունեն հսկայական ներգաղթ։ Դե բոլոր հնագետները գիտեն, իսկ մյուսները չգիտեն, հնագիտությունը շատ ապատմաբանները մյուսները շատ չեն հետաքրքրված մանավանդ ժամանակակից հայաստանյանները, թե ինչ էր ի վերջո դա ինչ բան։ Մթա 2500 թվականի շուրջը Հայաստանում փոխվում է ամեն ինչ։ Մշակույթը, թաղմանցեսը, ապրելակերպը, մարդկանց փոխվում է։ Մարդիկ ապրել են քաղաքներում բավական քաղաքակիրթ։ Դա այսպես կոչված կուրարաքսյան մշակույթներ, որ տիրում էր հսկայական տարածքների վրա, Անդրկովկաս մեր եւ ավելի շատ, մինչև հարավ, հետո որ տեղաշարժվեց նաեւ դեպի հարավ եւ հարավ-արևելք եւ հարավ-արևմուտք։ Դրանք այնպիսի մարդիկ են, որ ունեն բավական զարգացած մշակույթ, ապրում են քաղաքատիպ բնակավայրերում, նստակյաց են, խաղաղասեր։ Չկար սոցիալական մեծ տարբերակվածություն։ Իսկ նայում ես թաղումները, սա բոլորը նույնատիպ է։ Եթե մի հատ զենք գտնես, մի հատ դանակ կլինի։ Դեն եթե պատկերներն է քիչ են, մի հատ բան, քանդակ, մի հատ ոչխարի կամ ցուլցլի։ Կա շատ կարող է լինել կին, մարդիկ ոնց որ էական չեն, կին, թաղումներն էլ են կանացի։ Կին, որը մի հատ էլ փոքր տղա ունի։ Ասենք աստվածային, դե համաժանում մարդիկ իրար չեն կանդակել, աստվածներին են կանդակել։ Վերջ այսպես են ապրել բոլորին, բայց 2500 թվականից ստացվում գալիս է մի բոլորովին ուրիշ
մշակույթը մեր Հայաստանում, որտեղ մենք ավելի լավ գիտենք, բայց ակնհայտորեն նույնն է պատմական հայկական լեռնաշխարհում։ Իհարկե որոշ բացառությունները հարավային եւ հարավ-արևելյան տեղերը։ Փոխում է ամբողջ մշակույթը։ Վերանում են քաղաքները, բացարձակապես փոխում է թաղման ծեսը։ Փոխում են պատկերագրությունը, դիցաբանությունը մարդկանց։ Դրանք տեղաբնիկ, այսպես ասած, չեն, դրանք ուրիշ մարդիկ են։ Դրանց մշակույթը նման չի նախորդներին։ Դրանք ռազմաշունչ, չափազանց ռազմաշունչ ժողովուրդն են։ Եթե դուք տեսեք, ժամանակին կպցրած էր պատմական թանգարանի վրա մեր լեզվով ասած Վահանի գավաթը։ Վահանի գավաթը, երբ որ Վահան Հովհաննիսյանը որ հայտնաբերեց, այդտեղ մի տեսարան է պատկերված, մտա առաջ 18-19-րդ հիմա համա շատ ավելի հին են համարվում 23 բան այսպես դարերի մտա որոնց ռազմական տեսարան է մի անվարտ դա էպոսի մի պատմություն է դա տասնյակներով մարդկանց պատկերներ են որոնք իրար սպանում են գլուխները կտրում են չգիտեմ ինչ ոչ մի բանով չի հիշեցնում նախորդ Արաքսանին չի հիշեցնում ոչ մի չափանիշով չի հիշեցնում այդ Հետո այդ բանն այն է, որ 2000 մոտավորապես 600 թվականից այստեղ հնագիտորեն երևում է, որ մարդիկ անհետացել են։ Մայր Արաքսի ավազանում, մարդ ինչից են նա։ Սերտին այն ժամանակ արդեն սկսել են գալ, վայրից եղերը սկսել են գալ, սրանք փախել են։ Մարդ չկա։ 2006 գիտեք ինչ դրանք որ գալիս են, սրանք գնացել են արդեն հարավ։ Դրանք այնտեղ նրանք ավելի քաղաքակիրթ են, կերպարար չէին, ի վերջո չգիտեմ ինչ։ Ես ես մի պատկեր պատմեմ հին մշակույթների մինչև հնդեվրոպացիների գալը ինչ է տեղ եղել աշխարհում եւ հետո նրանցից հետո ուրեմն կրետեն որ մինչև 20 մթարա 2000-ամյակի թերևս սկիզբը մնացել էր ոչ հնդեվրոպական որ ամենահին բալկանյան ամենահին այսպես ասենք տեղական Եգիպտոսից դուրս ամենահին մշակույթն էր այնտեղ ներկայացված որ նայեք նկարները մթա 18-րդ դարին տեսնեք այնպիսի նկարներ են ոնց որ չասես Լեոնարդոն է նկարել նման մի բան էլի եթե հիշում եք եթե տեսել եք այդ Կրետա Մինոյան հին մշակույթն է հա վերջը մի բոլորովին մեծ եգիպտական ազդեցություններ կան մեր մերձավոր սիրիական եւ այլ ուժեղ ազդեցություններ կան բայց ինչու մի ահռելի մշակույթ է ուրեմն մի նկար կա մի պատի վրա նկարած Նա որտեղ պատկերված է նավահանգիստ, կապույտով, այսպես քաղաք է մի քիչ բանի վրա, բարձունք, թեք քարտության հայերեն կասեն դիքի վրա, այսպես քաղաք է։ Այդ քաղաքում մարդիկ են։ Ուրեմն 151 մարդ է նկարված, որից 148-ը կին։ Մենք կանեք գլխավորը, դերը կանեք են հանդես, իսկ այս Վահանի գավաթի վրա ոչ մի հատ կին չկա։ Նույնը եւ այդ զուգահեռ Վրաստանում գտնված սրանեման մի բան կա, որտեղ զինվորները խմիչք են խմում իրենց թագավորի կամ շուտ աստծո ղեկավարության այն աշխարհում ամենայն հավանականությամբ, էլի, բայց բոլորը բանով ինչևից բոլորովին ուրիշ մարդիկ են, նրանք տեղաբնիկ չեն եւ չեն կարող լինել։ Եվ նրանք գալիս ու մնում են։ Եվ նրանք իրենց հետ բերում են բացարձակապես նոր գենետիկա։ Այսինքն այդ գենետիկան բոլորովին տարբեր է մինչ այդ հայկական լեռնաշխարհում եղած գենետիկայից։ Հիմա գիտեք ինչ շատ ընդունված է եւ շատ հեշտ է տարբերակել մանավանդ հին մարդկանց տարբերակելու համար ընտրել դա Y քրոմոսոմը, այսպես ասած, որ ինչու, որովհետեւ մարդկանց սերը բանը տարբերակում է ըստ քրոմոսոմային ներողություն, ըստ գենետիկական նյութի տղամարդիկ տարբեր են, դրա համար նրանց մարմինը տարբեր է, չէ՞։ Եվ այդ գենետիկական նյութը տեղայնացված է ժառանգորդության համար, այսպես կոչված քրոմոսոմները։ Նրանք մարդու մոտ 23 զույգ են եւ այլ դա կենսաբանական տարբեր բաներ պետք չի որ ասեմ, բայց ամեն դեպքում այսպես է որ կանայք կրում են երկու սեռական քրոմոսոմ X եւ Y որի այդ երկուսի միասնական աշխատանքի շնորհիվ ձևավորվում է կին արարած։ Իսկ տղամարդիկ չներողություն, դա մարդը կրում է X եւ Y։ Կանայք ունեն XX, Y չունեն։ Իսկ տղամարդիկ ունեն X եւ Y։ Եվ X եւ Y-ի միասնական գործունեությունը պայմանավորվում է տղամարդ լինելու հանգամանք 2X-ը տալիս են տորենը կին լինելու
հանգամանքա։ Դրա համար տեսնում ես Y-ը գալիս է միայն հորից։ X-ը գալիս է եւ հորից եւ հորից, որտեղ կնոջ մոտ XX, իսկ Y-ը եւ հորից, այսինքն կինը կարող է ժառանգել շատ հատկանիշներ իր հորից, սեռական հատկանիշներ։ Իսկ տղամարդը չի կարող ժառանգել սեռական հատկանիշների այդ խումբը իր մորից։ Նա չունի ուղղակի, նա չունի։ Իսկ տղամարդու մեջ ավելի շատ է։ Այսպեսով ուրեմն այդ Y քրոմոսոմի առանձնահատկություններով կարելի է գտնել թե որտեղից տարբերակել մարդկանց խմբերը։ Եվ դրանով ավելի հեշտ է տարբերակել, քան մյուսներ, եւ տեսնում եք, թե ինչպես հազարամյակներով, ասենք, հայրական կողմից պահպանվում է ինչքան ասես։ Շարունակականությունը։ Եթե գիտեք, ասենք, Ամերիկայի մի հատ մարդ էր ապրում, որը սևամորթ, որը Նյու Յորքում, որը գիտեր, որ ինքը բանի Ջորջ Վաշինգտոնի բանն է, տոհմից է։ Նա տղա չի ունեցել, այլ ունեցել է, բայց ունեցել է բազում ստրկուհիներ, անամոթաբար, այսպես ասենք, տասնյակ երեխաներ ունեցել։ Մեկը գիտեր, որ այդպես է, բայց եւ իր համար կասկած չկա։ Ի վերջո, բայց նրա եղբոր որդիները, ժառանգները կան, Y քրոմոսոմը նույնական է, կարելի է տարբերակել, այսպես ասենք, եւ այդ մարդուն երեք դուրս եկա, որ լեգենդը ճիշտ է։ Եվ այլն։ Գտել են մի մարդու կմախք 14-րդ դարում սպանված Անգլիայում, այնտեղ հաշվարկելներով բանով ոնց որ պիտի որ մի քիչ թեթև կոզիկ, պիտի որ Ռիչարդ 3-ը լիներ։ Հա։ Եվ հիմա ընդ որում Ռիչարդ 3-ը տղաներ չի ունեցել։ Անգլիայում գտնվեց, գիտեք, չի Անգլիան միակ երկիրն է, որտեղ աշխարհում կա այդպիսի արխիվիզացիա, էլի, որտեղ նա 14-13-րդ դարից պահպանվում են նյութեր էլի ոնց մեզ մոտ ասենք սովետական միությունից սկսած տեղի ունենա եւ երկու մարդ կան որ գիտեն որ իրանք Ռիչարդ 3-ի ժառանգներն են ընդ որում մայրական կողմից դե հիմա չգիտեմ իրանք նրա աղջիկների կողմից Ռիչարդի եւ դուրս եկա որ դուրս եք այո Պատկերացրեք, քանի սերունդ է անցել։ Չափազանց, բայց միևնույն է, արդեն նույնիսկ առանց Y քրոմոսոմի հնարավոր էր տարբերակել այդ մարդկանց, որ այո, սրանք էսա պետք է լինի, եւ արդյոք որ դա իրոք պետք է որ 99.999% ինքը պետք է լինի, չգիտեմ։ Վերջ այսպեսով գենետիկան հրաշքներ է գործում։ Թվացial մանավանդ Y-ի հարցը, Y-ի հետ Y-ի միջոցով բանը հարցը նույնացնելու հարցը ուղղակի ինչպես ասեմ ոնց որ 2 անգամ 2 հավասար է 4 նույնիսկ տեսեք ինչպես արդեն որոշվեց որ հնդեվրոպական բուն հնդեվրոպական հայրենիքը պետք է լինի Կովկասից հյուսիս ինչպես ասացի այսպես անվանային Պոնտոս-Կասպիան գոտ եւ որ տեսնում են Հնդկաստան տեսակետ կար որ Հնդկաստանից են գնացել եւ այլն չէ բայց որ նայում եք տեսնում եք որ այնտեղի դեռ խմբին պատկանող մարդիկ այն ժամանակ որ հնագիտորեն եւ այլն պետք է գային այսպես ասած հնդարյացիները միջին եկել են Միջին Ասիա Ռուսաստան այսօր վերջը Պոնտոս-Կասպիանից եկել են Միջին Ասիայից անցել են Հնդկաստան եւ այնտեղ երևում է որ այդ մարդիկ եկել են դա հայտնաբերվում է եղած կմախքների հիման վրա եւ մինչեւ այսօր Պակիստանի հյուսիսի բնակչության ասենք նշանակալի մեծամասնությունը կրում է այդ հայրական գենը նույնը եվրոպացիների արևմտյան եվրոպացիների ասենք առաջին Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա մի քիչ ավելի Իտալիա եւ այլն նշանակալի մեծամասնությունը կրում է Էրմեկ B խմբի այդտեղի նորից Յավնայից եկած բայց ոչ թե մի անգամից մի ուրիշ բաներով եկած մի ինչ-որ խմբի Y քրոմոսոմային այդ հապլոխումբ են ասում այդ արդեն չբանանում չմանրամասնացնեմ այդ անվանումը հայրենը R1B ինչպես անգլիացիներին ֆրանսիացիները տեսեք ինչքան մենք տարբեր ենք դա որովհետև հայրական Y քրոմոսոմը շատ գեններ չի պարունակում դա պայմանավորվում է մարդու սեռը եւ այդ Y քրոմոսոմի R1B-ն ունի շատ տարատեսակներ Մերը եկել է ուղիղ այնտեղից R1B, այսպես ասում են Z2103։ Այդ ամեն շետ է նման է հույներին։ Որտեղ R1B 2103։ Մոտավորապես 2500 մեր թվարկությունից առաջ 2500։ Դեմը կարող է մի անգամից չեն եկել։ Իսկ են գալ կամած։ Տեսնեք 2600 թվականից, ինչպես հնագիտորեն կարծես գոնե Արաքսի ավազանը մարդ Շատար կա եւ իրենք եկել են։ Ինչի բնակչություններ։ Աստորեն եկել են
Տատար տարածքներում լծվել եւ շատ չեն խառնվել, նրանք փախել են, որ նայում ես արդեն դա միջին բրոնզի դարաշրջանի սկիզբն է, միջին բրոնզ, այսինքն հին բրոնզում հսկայական քաղաքակրթություն ամբողջ Անդրկովկաս համար, նույնական, չգիտեմ ինչ եւ միջին բրոնզում բացարձակ ուրիշ, ինչպես ասացի, ոնց որ այսպես ուրիշ մարդիկ են, այդ մարդիկ եւ մինչեւ ուշ բրոնզ Երբ ես սկսեցի աշխատել Նագիցյան ինստիտուտում, ես մեծ տարիքում եմ։ Նայեք այդտեղ պեղում ենք Լճաշենում, մարդկանց տեսնում եք, այս մարդու գանգը հայի գանք չի էլի, սա մեր հասայի կապ չունի։ Մեր մոտ որ այդպես մի բան ասեն, նրանք գիտեք ինչ բաները փոխվում են։ Մարդկանց գանգը դառնում է ավելի երկարագանգը դառնում է կարճագանք, չգիտեմ, նույնիսկ այդպես թե այդպես, բայց դա իսկապես տարօրինակ է, էլի նրանք Եվրոպացու տեսք ունեն, բոլորովին ուրիշ նեղ դեմքերով շատ։ Եվ այստեղից հետև այսպես երկար գանգերով։ Դե քտիձևը չի երևում կամ աղքի վրա, գոնե որ սիրողը կարողանա ինչ-որ բան ասի, վերջ ինչևից է։ Դա մինչև շատ երկար ժամանակ այստեղ ոչ միայն նրանք իշխել են, այլ հիմնական մարդկանց կերպարն է այդպես են եղել։ Ովքեր որ փախել են, կամ մնաց, կամ իհարկե ձուլվել են, այդպես չի որ չեն ձուլվել, փոքր Արաքսի հովտում գուցե փախել են բոլորը, բայց որոշ տեղերում չեն ձուլել, մնացել են, բայց գերիշխող տարել է եւ հնդեվրոպացիների տարածման մեխանիզմը ոնց է, ասենք սովորաբար երիտասարդական խմբերը անջատվում են ու գնում մի հատ իրենց նոր բնակավայրներ են ստեղծում, գրավելով տեղի տարածքները եւ տեղի կանանց, այսպես ասենք, որը ասենք ոնց որ Հռոմի պատմությունը եթե չեք, լեգենդար պատմությունը մեջ Սաբինացիների, այո, հենա Սաբինացիների այսպես ռայփով, վերջ, այսպես ինչ որ բան։ Եվ դա ճանապարհը միակ ճանապարհը չի, բայց այս ճանապարհը իհարկե եղել է, հատկապես եւ այս ճանապարհը։ Եվ տեղից գնացել գրավել են երկար ժամանակ մինչև Ուրարտուի անկումը ներառյալ, մինչև այսպես ասած հետ ուրարտական դարաշրջանը Հայաստանում այդ R1B խմբի մի հատ էլ ուրիշ կա, լսում եք հենց I2 լատին անգլերեն կասեն A2, ուրեմն նրանք եղել են 75%։ Դե եղած նյութի հիմա վրա մեկ կարող է երբ որ կգա ժամանակ երբ որ շատ նյութ կուսումնասիրվի հայկական նյութը շատ չի ուսումնասիրված 200 քան մյուսներից Ադրբեջանից Վրաստանից շատ է բայց դրա հիմա վրա արդեն կարելի է բան ասել եղած նյութի հիմա վրա երևում է որ 2000 Մինչև մեր թվականությունից առաջ 6-րդ դար, մինչև Ուրարտուի անկումը 7-րդ, 6-րդ դար, այսպես 75% R1B-ն Y քրոմոսոմի 75% գալիս է Տապաստանե։ Նրանք այսպիսի մեծամասնություն են կազմել։ Ցավոք քաղաքային բնակչությունը չկա նյութ, քիչ կա, մենակ ինչ որ Թեշեբայի քաղաքից կա, այո, ինչ հնարավոր չի այստեղ ասել։ Այդպեսի պատկեր են ներկայանում, բայց ուրարտական դարաշրջանում ուրարտական թագավորները մարդկանց տեղաշարժում է այստեղից այնտեղից այստեղ, բան մարդիկ խառնվել են իրար։ Եվ Ուրարտուի անկումից հետո արդեն նրանք այնպեսի տեսք են ընդունում, գոնե եղած նյութի հիման վրա, ինչպես ոնց որ այսօրը հայերը։ Ասենք ռասայապես այսօրվա գենետիկորեն ավելի շուտ։ Գենետիկորեն, որտեղ ռասայապես էլ արդեն նմանվել են իրար, բայց գենետիկորեն մեր պատկերը գալիս է մեր թվականից առաջ 6-րդ դարից, ասենք ավելի քան 2500-600 լեզվի մասին ասեցի, արդյոք մենք կհասկանայինք իրանց թե չէ, բայց եթե հանդիպեինք, հաստատ կճանաչենք որպես յուրայինը։ Դե եթե այն ժամանակ երկուսին եջ չեն ասում, երկու։ Կասեին այդպես, շեշտը ավելի շուտ է ուրիշ վանկի վրա եւ այլն, բայց շատ բարեր հայրը պետք է հայրը արդեն իհարկե հայրեր։ Մենք ասում ենք հեր, ներ բարբարներում հայր չկա։ Դա փոխառություն է գրաբարից։ Բայց իրանք ասել են հայր, արդեն ասել են հայր։ Լավ, 2500-ին գալիս, ասենք սկսում է 2500-ից մեր թվականից առաջ, բայց տարբեր ցեղեր են, չէ՞, իրենք տարբեր ձևի են իրենց անվանում։ Ես այնուամենայնիվ ուզում եմ դες բերեմ անվանման վրա էլի մի հատ հասկանանք։ Շատ լավ։ Հայ անվանումը որտեղից ենք մենք բերում։ Շատ լավ։ Գիտեմ որ ձեր գրքում է կա, դրա համար եմ ուզում դա անպայման քննարկենք։ Միևնույն գենետիկական մասը վերջացնենք։ Հա։ Դե որ ասեն գալիս են տարածում են անկախ իրենց կոչելու
անվանումից, դե ինչ որ մի ձևով կոչում են, չէ։ Տեսեք, հին մարդիկ շատ լեզվով իրենց տարբերակում են։ Ասենք շատ հին ցեղեր իրենք կոչում են մարդ, իրենք կոչում են մարդ, ամենահին մարդ, կամ իսկական մարդ, այսպես ասենք։ Դոյչ, ես գիտեմ որ մարդ է նշանակում։ Չէ, ժողովուրդ, ժողովուրդ, հա։ Մարդ է ավելի հին ցեղերը, ասենք նիվխերը, բան, ուղղակի ասում են մարդ, ոնց որ մարդ, իդեալական ցեղը որ մարդ են, մարդ, ցեղի անունը մարդ։ Ինչևից է։ Բայց ասենք ռուսները օտարներին անվանել նեմեց, այսինքն համրացի։ Որտեղ մենք խոսել չենք, դες լեզվով են տարբերական, նրանք ովքեր որ խոսում են ուրիշ լեզվով։ Դա դեմը համր է, խոսել չգիտեն։ Հույներն է, չեմ սլովը, հույները ասում են բարբար, հա։ Եվ սլավոնները իրենց ասում են որ եղելա սլով, ոչ թե սլավ, դա ռուսերենը դառը սլավ։ Տեսեք սլովենացի, սլովակ, չէ՞։ Սլովը բառից է բաց։ Սլով, ասենք նրանք խոսել կարող են, իսկ նրանք խոսել չեն կարող։ Նեմից ասում են բոլոր։ Հետո դա տեղափոխվեց իրենց մոտի մի ազգի վրա, դա գերմանացիներին։ Հիմա այսպես, բայց դա անպայման չի որ հայերի նախնիներն հենց սկզբից եւ հենց այս ցեղանունով կոչեն։ Նախ այդ ցեղանուն լեզվական փոփոխությունների ժամանակ պետք է որ փոփոխվեր եւ երկրորդ կարող էր հին ուրիշ ցեղանուններ լինել։ Ինչևէ, հիմա ես այդ հարցին կամաց կաշխատեմ մոտենալ։ Դա իհարկե լեզվաբանական հարց է։ Այստեղ տեսնում ենք որ կարևորը, բայց շատ կարևոր է, որտեղ ժողովրդի ինքնագիտակցությունը, ինքնանույնացումը լինում է այն ժամանակ, երբ դու քեզ համարում ես մյուսների հետ միասնական նույն մասն եմ։ Ուրեմն դուք պետք է ունենաք ընդհանուր կոչում։ Այդտեղ հելլենները, հույները 4 ցեղ են, չէ՞, էլիացի, ակայացի, այլն։ Հոնիացի։ Բայց իրենք գիտեն որ իրենք հելլեն են։ Կրվում են իրար այդ բան, բայց գիտեն, ուրեմն մի բանով իրենց նույնացնում են ինչ-որ մի ձևով։ Դա բայց դե երբ է տեղի ունեցել, բա իհարկե ոչ շատ շուտ։ Բավական շուտ։ Հիմա թե երբ արդեն չէ, երբ են ընդհանրությունը, չգիտեմ, որտեվ այդ բառը հանդեպորական բան չունի։ Արմատ չունի, ուրիշ հելեն բառը հանդեպորական չի ստուգա բանվում կարգին։ Ինչևից, բայց իսկ այսպես ասենք, եւ թե քանի որ լեզվաբանական հարցը, այդ հարցից գիտական մակարդակով իհարկե սկսել են զբաղվել 15-րդ դարից։ Երբ արդեն հնդեվրոպական լեզվաբանություն կար, իհարկե մինչ այդ էլ կան թե հայկի անունից է, չգիտեն այդքան ինչ է, բայց շատ բարձ թե ինչ է, հայկը հայիկ ածանցի, իկ ածանցի, որը ոչ թե իրանական չէ։ Չէ, օկնակի քնչի դա։ Տեսեք, մենք ասում են տուն, չէ, ասում են տունիկ։ Հա։ Այդ բայց նույնիսկ դա էլ չի, որտեղ դա իրանական է։ Դա կա նաև մի ուր, ասենք աղջիկ։ Արմատն է աղջ։ Հա։ Աղջիկ, աստղիկ։ Այդտեղ նա քանի որ սեռական հոլովում դա աստղ կան։ Որովհետև այստեղ ներ եղել ուրեմն վերականգնում է այն ածանցը, որը ինչ որ հանդեպորական կոնացանցն է ի վերջավորություն, եւ ինչևից է, որը տվել է հայերեն հայկ։ Դա ածանցյալ ձև է։ Ասենք հայկի նախնու անունը, այսինչ ածանցյալով է, ցեղի անունը ուրիշ ածանցյալով է, այդ հայ։ Հայերը իրենց առաջ անվանել են հայո։ Դա երևում է սեռական հոգնակի հին հայերեն հայոց ձևից։ Բայց դա լեզվական խնդիրներ են, այսինքն ինչևից է, այսպեսի, բայց եւ կարծիքներ եղել են թե հայերենը ինչից պետք է, հայ ցեղանունը ինչից պետք է առաջանա։ Դեռ կան մի շուրջ 10 տեսակետ, ասենք հայել, նայել արմատից, չէ՞, ինչ կան։ Ոնց նայել։ Հա, դե տեսք ունեցող էլի այսպես է։ Եվ բայց արդեն հայելին էլ է երևի դրանից, հա։ Մի քանի այսպեսի բան առաջարկել են գիտական, խոսքը վերաբերում իսկական գիտնականներին, որոնք 15-րդ դարում են։ Մի գերմանացի գիտնական, տեսնես կհիշեմ, հիմա արդեն չեմ հիշում։ Ինչևից է, նա ուրեմն առաջինը առաջարկել է տեր ամուսին այդ բառի հետ կապել։ Որը բավական ընդունելություն գտա, որտեղ դա պոտի արմատն է, բան հայերեն տալիս է հ, դեք հայր։ Հայրը պատերից է առաջացել։ Ուրեմն պայս տալիս է, տին հայրեն տալիս է ය, տեսեք, հայրը պատերից տեն դարել է ය։ Հայր դարձավ, չէ՞։ Իսկ ուրիշ լեզվում են անգլերեն ֆադեր, չգիտեմ ինչ։ Հա։ Մայրը տեսնեք, տեր, հա։ Դայնավոր ය դարձավ։ ය դարձել։ Մուտեր, mother դարձել է տը։ Դարել է մայր, այստեղ ուրեմն, այստեղ ուրեմն պատից, ինչպես պետք է որ ծագեր հայ
ցեղանունը, որ նշանակում էր Տեր ամուսին։ Եվ այդպեսի դա այդպես բացառիկ բան չի էլի, որ այդպես կոչվել են, ցեղերը կոչեն, թե արիացիների անունը, որոնք ոչ թե հնդեվրոպացիների անունն է, այլ արիա այդպես իրենց կոչել են հնդիկների եւ պարսիկների նախնիները։ Նշանակում է Տեր։ Հիմա Տերը իմ կարծիքով սոցիալական իմաստունի, քան թե որ գնացել նրանք ուր գնացել տիրել են, դուք գիտեք, հնդեվրոպացիների ամենամեծ տարածքներ գրաված, ամենառազմաշունչ արտարը իրենք են եղել։ Նրանք են ռազմաշունչ, բայց նրանք արիացիները ամենառազմաշունչ որ գնաց տեսեք մինչև Հնդկաստան, Պարսկաստան ահռելի տարածքներ եւ դա մշակույթը շատ հետաքրքիր է, չափազանց ռազմականացված եւ այլն։ Դրա համար դա գերմանացիները քանի որ եւ գերմանական գիտություններ առաջատար աշխարհում եւ այտենց մի անուն կար որ հնդեվրոպական ժողովուրդներին ասում էին արիացի։ Արիա, որ ելնելով հնդկական եւ իրանական արիա եւ արիա այդ ձևերից իրանք իրենց այդպես են անվանել, բայց ուրիշ ոչ ոք իրեն այդպես չի անվանել։ Այսինքն դա սպეციფიկ նրանց անվանումն է։ Եվ Իրան անվանումը Իրանը արիաց դրա հին ժամանակ մեր բաներում որ ասում են Էրան եւ Աներան, չէ՞ իշմեք Էրան կամ Էրան ու Դաներան, այդ իրենք ասում են, իսկ հայերեն բանում միշտ ասում են արիաց արքա, դա ասում են նաեւ ոչ արիացիներ, արիաց արքան նշանակում է իրանախոս մարդկանց արքա եւ հայերին շատ գեղեցիկ կերպով մտցնում են, մենացած բոլոր հնդեվրոպականներին մտցնում են ոչ արիաների մեջ։ Իրենք են արիան։ Իրենք նախտեր են, հետո իրենք չգիտեմ ինչ եւ այլ։ Ինչևից է, բայց ուզում եմ ասել, արիան նույնպես տեր նշանակություն ունի, տեր ամուսին, սոցիալական տերմին է, էլի այսպես ասեմ։ Եվ այդ կարծում եմ, որ այդ ես փորձել եմ այդ տեսակետը վիճարկվել է, հետո նորից են հիմնավորումներ եւ լեզվական ճանապարհով են վիճարկել եւ ուրիշ դեպերով, բայց ես կարծում եմ, որ դա իմ բերած հսկայական նյութը տարբեր ոչ թե այդտեղ, այլ տարբեր նյութերում տարբեր հոդվածներում ցույց է տալիս, որ պետք է պոտի ձևից առաջացած լիներ հայ ցեղանունը։ Ընդ որում այստեղ ոչ թե նորից որ ոնց որ առաջի հայ գիտնականները 19-րդ 20-րդ այս սկզբին այդ պոտի ասում են որտեղ եկել են տիրել են տեղի ուրարտացիներին։ Դրա համար իրենք տեր են, նրանք տեր չեն։ Չէ, այսպես չի։ Տեր ամուսին դա ընտանեկան բան է։ Ինչ ասեմ։ Կառուցվածքի, ցեղի կառուցվածքի տերմին է ավելի շատ։ Որտեղ նշանակվել են ասենք ոնց որ ընտանիքի ղեկավարը, ընտանիքի նահապետը, տեսեք նահապետ, չէ, եւ այլն ինչպես նաեւ ցեղապետ, գյուղապետ, այդ մի պոտի։ Պոտի մասն է, տկշկիր է։ Բայց հայերեն չի, դա իրանական, թե հայերեն դա հայ է։ Այսպես։ Շատ հիմա հայերը ունեն 3 ասենք հին ժողովուրդների մեջ 3 ցեղանուն ունեն, որոնք իրանք կոչում են հայ, մնացած ժողովուրդների մեծամասնությունը կոչվում է արմեն եւ նման ձևերով, վրացիները սոմեխ, քրդերը ֆլա, բայց այդ դա ֆլան շանգ հողագործ այդ բան չի։ Եվ ուշ, դա բոլորովին ուրիշ իմաստ է, լեզվա բան չունի էլի։ Եվ չունի հին։ Սոմեխի խնդիրը ուրիշ հարց է, թողնենք։ Բայց հայ ու արմենի դեպքում ես տարբեր տեսակետներ եղել են, ես հիմա փորձեմ Եթե ժամանակ ունենք։ Ունենք։ Այդ ցեղանունները երկու նույն բանի հետ կապված, ցեղի կառույցի հետ կապված տերմիններ են, ինչպես ես փորձել։ Հայ եւ արմեն։ Արմեն մեզ կոչում են օտարները, հայերը երբեք իրենց արմեն չեն կոչել։ Բայց որ նայում ես, ինչպես ասացի, շատ կարևոր նյութ է տալիս հայոց ազգացման համար, որը շատ քիչ էր ուսումնասիրում մինչև իմ աշխատանքները գիտության մեջ, ասենք դիականների մյուսների աշխատանք մի փոքրիկ բան են գրում էլի։ Աճարյանը համարում էր որ հորինված բան է եւ այլն, քիչ են դա, բայց դրանք շատ կարևոր աղբյուր է, որը ազգագրական, լեզվաբանական, հսկայական նյութ է տալիս ուսումնասիրության համար, եւ պատմական եւ այլն։ Եվ որ նայում եք այս կառույցը, որ ուսումնասիրում ես, տեսնում ես նա այնպիսի հնդեվրոպական կառույց է, այդ ամբողջ ազգացնության առասպելը, որը աննման հնդեվրոպական կառույց է, ովքեր որ բայց պետք է իմանաս ինչ է հնդեվրոպական լեզվաբանություն, հնդեվրոպական առասպելաբանություն, Ժորժ Դումեզիլի տեսակետներ եւ նա այնպես է կառուցված, ոնց որ Ժորժ Դումեզիլին առաջադրանք տաս մի հնդեվրոպական ժողովրդի տեսականորեն մի հատ բան ստեղծել։
Պատկերացնում եք, նույնը Ուրարտուի դիցարանը, թեև լեզուն նրանց հայերեն չի, բայց այնպիսի մի դիցարանի կառույց է, որը ավելի հնդեվրոպական է, քան կարելի է պատկերացնել։ Ասենք ռուսականներ մյուսները, որոնք շատ լավ պահպանված են, չի անուններով, պերում բան, նման չի։ Եվ դա գիտու, այսպես ասենք, Ստեփան Ահյանովն մի հատ ֆրանսահայ գիտնական նշանակեց ինքը դյումեզիլ է շատ դրական կարծիք։ Ինչևից է։ Այսինքն դա շատ կարևոր աղբյուր է մեր գիտության համար, հատկապես այս լեզվաբանական եւ այլ, որտեղ հայերը իրենց անվանում են հայկի անունից։ Հա։ Ուրեմն Արմատը եղել է հայ, եւ որ տեսնեք ինքը հայկը ինձ հայկը նահապետ է կոչում։ Որտեղ ինքը նահապետ է, ինքը ոնց որ ցեղապետ լինի, բայց ինքը սկզբից ցեղ չի։ Մեծ ընտանիքի նահապետ է, որին այն ժամանակ ասել են պոտի։ Իսկ հարևան ժողովուրդները, ակադացիները իրենց ցեղի նահապետին ասում են բել։ Հա։ Որը նաև տարածում էր հետո մեծ աստուն, տեր։ Հետո մեծ աստուն էին անվանում տեր, հետո մեծ աստուն էին անվանում տեր։ Հիմա ցեք հայկի ու բելի կրո երկու տերերի կրի։ Բացարձակապես ես կարճ եմ ասում, բայց իսկապես չափազանց շատ հիմնավորումներ ներկայացված են գիտական, տպագրված, ինչ ասեմ, այլ լեզուներով, բազում աշխատանքներով եւ այլն։ Բայց միայն դա չի, կարևոր ազգագրական հիմքը։ Այս տերը նա այդ տարիքով մեծ պիտի լինի, նա ցեղի պետն է։ Այսինքն ցեղ ասում գուցե տերմինը չէ, դա վեճը ինքը իր, այսպես ասած, մեծ նահապետական մեծ ընտանիքի նահապետ ղեկավարն է, հա։ Մեծ դա իր մոտ 300 տղամարդուց բաղկացած մի հառելի մեծ գերդաստան էր, չէ՞, որ հայկի մոտ, հա։ Հայ 300 ընտանիքից էր բաղկացած։ Երբ որ Բաբելոնից կողքից էլ մարդիկ են իբրեմ կնդուվշի է միանում, հա։ Միացած արդեն ոչ հայկական ծագումով, ինչպես միշտ սովորաբար լինում է։ Եվ ինքը նաև եւ ինքը ասում են իր բաները այրեր են։ Իր զորքի անդամները այրեր են, եւ ինքն էլ իրան էլ ասում այր մեծազոր, չգիտեմ ինչ։ Դա տերմին է, որով նշանակում է տարիքով տղամարդը։ Այսինքն այն տղամարդը, որ պատանեկան երիտասարդական հասակից դուրս է գալիս եւ կարող է արդեն ամուսնանալ եւ ունենալ սեփականություն։ Սեփականություն ունես, դրա համար դու տեր ես։ Այդ սեփականություն բառը անգլերեն possess, չէ՞։ Հա։ Դա հենց նույն պոտի արմատիցն է։ Այսպեսով դա տեսեփական ունեցող տարիքով տղամարդու կոչում է բացի նրանից, որտեղ նա ընտանիքի ղեկավար է բայ, որտեղ ամուսին, եւ ամուսին է նշանակում եւ տեր է նշանակում։ Ուրեմն սա մի սոցիալական տերմին է։ Իսկ արմենները, ես ասացի, հնդեվրոպական տարածման մեխանիզմները կարելի է ասել որ շատ են, երևի մի արժեք չեն, միատեսակ, բայց մի քանի մեխանիզմ կա, որոնցից ամենատարածվածը հետեւյալն է։ Երիտասարդական խմբերը առանձնանալով նրանք երկար ժամանակ մի երկու տարի վայրենի կյանքով կողքի անտառներում բանի առանց տարածքների ցեղի տարածքից դուրս ապրում են, դեռ սովորել գողությամբ, ավազակությամբ, գայլի վարքը նմանակելով, այսպես փորձում են ապրել, մինչև որ հասնում են մի տարիքի, որտեղ այսպես ասած քննույթ հասունացման ատեստատի համար քննություն են հանձնում, այսինքն անցնում են փորձությունների այսպես կոչված ինիցիացիան նվիրագործության փորձությունների միջով անցնում են եւ արդեն կարող են համարել մարդ ամուսնանալ, ունենալ տուն եւ սեփականություն։ Միջած չեն կարող։ Նա կռվում են մերկ։ Նայեք որ նայեք թե ինչպես են գերմանական ցեղերը կռվում, այդ լատին վարարոմեական եւ այլ աղբյուրներ, թե կտես կզարմանա կամ այդ հին հնդեվրոպական ավելի տարածված շատ հաճախ մեր կամ ծածկված գազանի մորթիներով գիշերները, մանավանդ գիշերները, ցերեկները մեծների չեն կռվում։ Հա, գիշերները մեծերը չեն կռվել։ Որտեղ նրանք խափեությամբ չի, իսկ փոքրերը նրանք պետք է խափեն, գողանան, թալանեն եւ այլն։ Ինչ ուրեմն այդ դրանք տեսնեք, իսկ նայեք այդ Արամը հայկի զորքը բաղկացած էր տարիքով, մարդկանցից այր, որոնք կոչվում են այր, որ ամուսնացած, որը հասուն տղամարդու տերմին է։ Իսկ խոյնասեն գրում է, որ Արամի իր նորատի զորքով հաղթեց նորատի, որ նշանակում է երիտասարդ։ Ուրեմն մարերի, ասորիների կամ ասորիստանցիների եւ այդ կապադովկացիների են, չէ՞, այդ երեքը նույնպես ճակատամարտ է հիշում, բայց ինքը նորատի էր եւ ինչպես փորձեցուց այդ նորատիները իրենք կոչել են սև։ Ո՞նց։ Սև։ Եվ ոչ միայն հայերի մեջ, եւ դա հայերեն կամ մի կողմ թուխմանուկ։ Ինչ է թուխմանուկ։ Թուխմանուկը դա ինչ որ հնից եկած որ շատ բան չի երևում, բայց որ նայում ես կա նաեւ սալապու բան օսերեն, որ նշանակում է թուղթը, նույն է թուղմանուկ նշանակում է,
այդ սևը եղել է այդ երիտասարդ խմբերի բնորոշ հատկանիշ ոչ թե իրենք սև են, այլ կրվել են ներկված, բայց իրենք սև են, ոնց որ դες գայլի վարքն են նմանակում, գողություններ են անում, իրենք սև են, իսկ բաները այս տարիքով մարդիկ դրանք արդեն դնում են սպիտակ, այդ մասին ֆրանսիացի մի գիտնական Վիդալնակեն այդ մասին մի մերագրություն ունի, որ կոչվում է սև որսորդը սևորսորտները եւ տարիքի իսկ մեծ տարիքի դա հունական նյութի հիման վրա է, բայց մյուս տեղերում էլ նույնպես նրանք սպիտակները արդեն եւ այլն։ Շատ սև ու սպիտակի առասպելը բավական տարածված է եւ ես այդ տարածան նույնիսկ գիրք եմ նվիրել հնդեվրոպական սև ու սպիտակի առասպելի մասին, որ նվիրել է Ամերիկայում։ Ինչևից է։ Հիմա նորատես զինվորների նրանք նոր երիտասարդ ռազմիկներն են, որոնք գրում են նոր տարածքներ եւ հաստատում են այդտեղ։ Հետո նորից մի խումբ գնում են այդտեղ նոր եւ դրա համար օտար ցեղերը հաճախ անվանել են, ասենք որևէ ժողովրդի, որի անդամներին իրենք նոր են ծանոթանում, կարող են անվանել հենց այդ կոչումով։ Ու որ նայում ես հայրին կոչել են Արմեն տիպի ցեղանունը, ովքեր մեր ամենահին հարևաններ, նախ եւ առաջ։ Պարսիկները հայտնի է, Արմենիա, Հայաստանը, ասորիները հայտնի է, բայց իրականության մեջ չեմ տեսել եւ ուդիները։ Այսինքն ուտիները հայեր են ասված։ Նանատ Արման։ Վերջը արմատով են կոչում։ Եվ քանի որ ուտիների հայերեն անվանումը, տեսեք, իրանք ասում են իրենց ուդու, հայերեն ասում են ուտի։ Հայերենում տեղի է ունեցել Բաղադյանի տեղաշարժ, դեմ դարել այդ ժամանակի ընթացքում։ Շատ հին ժամանակ, չեմ կարող ասել։ Ոչ թե 3000, ավելի շուտ։ Այս շատ հնարավոր է, որ ուտիները մեզ ճանաչեն շատ հին ժամանակներից եւ հույներն են նույնպես կոչում Արմեն դե նրանք էլ շատ հույները այստեղ հասել են արդեն Կոլխիդա, չգիտեմ ինչ, Կապադովկիա եւ հասել են բացի դրանից իրանական պարսկական անունով կարող են կոչել վերջը շատ օտարները մեզ հիմա այդպես են կոչում բայց ինչու ես կարծում եմ եւ եթե հիշում եք խոյնացու մոտ հայերի Արմեն ցեղանունը կապում է Արամի անվան հետ իսկ Սեբեոսի մոտ ավելի շուտ Արամանյակի հայկի որդու բայց այդ նույն արմատից են ծագում երկուսն էլ այսինքն եթե նայեք հայկական բանի ազգածին առասպելում 8 կերպար կա հայկից մինչև ագեղեցիկ մյուսները արդեն դիցաբանական կերպարներ չեն էլի ասենք եւ դիցաբանական նախնիները 8-ն են որոնցից 4-ի անունը Արամ կամ Արմատով է Կարամանյա, Կարմայիս, Արմավիր քաղաքի անուն, Արամայիսից ոնց կներ Արմավից, ուրեմն դա ինչ որ Արմ ձևից է եղել։ Ես չեմ կարող լեզվաբանական մանրամասն, դա լեզվաբանական մանրամասնագույն քննարկում է պահանջում, որի վերաբերյալ ես իհարկե գրել եմ, բայց վերջի մեծ կարևորագույն հոդվածը կտպի հուսում եմ Ամերիկայի մեծ տարի վերջի տպագրված եւ դուրս է գալիս որ հայերի ցեղանունը Արմեն ցեղանունը կապված է Հռոմ երկրի անվան հետ ոչ մի երկրի քաղաքի անվան ոնց որ Արմավիր է եւ Հռոմը նույն սև արմատից են ծագում դե արդեն երկար կլներ այդ մասեն շատ ուրեմն եւ կարծես թե եթե 8 բանից ազգածին նահապետից 4-ի անունը Արմորը դա ոչ թե միայն օտարների կողմից տրված բան, դա մի կարևոր ինչ որ մի բան է, հանրույթ է եղել, որ կարևոր դեր է կատարել այդ ժողովրդի ձևավորման ժամանակ, չէ՞, որտեղ դա ձևավորման առասպելն է։ Եվ դրանք եղել են երիտասարդ ռազմիկների խմբերն են, որոնք գնացել են հերրավոր սև ռազմիկ, այսպես ասած։ Հերրավոր գնացել են դա, գիտեք մի ինչ, եւ շատ հեշտ է ցույց տալ, որ արամեացիների հարևանները նույնի հետ է կապված արամեացիները որպես այդպիսի Ախլամո ցեղը որոնք Ախլամոն ցեղանուն հենց նշանակում է այն ինչ որ բանաց սև հնդեվրոպական ռազմիկը դա այսինքն երիտասարդական բարբարոսական ավազական հերոսական խմբեր այդ անիշ Ախլամոն այսպես ցեղ չի այդ խմբերն են եւ նրանց եթե արամ են կոչվել եւ նրանք քանի որ հնդեվրոպացիների ուր գնացել նվաճել են նրանց դեմ այսպես ասած խաղ չի եղել դա ասեն պատկերացեք 151 նկարի 140 կին են նկարում նրանք այդ Անդրեև ռուսգիտնական նրանք բացարձակապես անպաշտպան են հնդեվրոպական ցանկացած արշավանքի դեմ ուղղակի չեն պատկերացրել թե սրանք ինչ են արել բարբարոս վայրի ժողով
Եվ այլ, այսպեսով այդ արմենները եւ այսպես երիտասարդական խմբերը որ գնացել են մահվան սարսափ են տարածել բացի դրանից որ իհարկե հայտնի է որ հայրը մենք միշտ բարի ենք եւ լավը բայց երևի շատ հին ժամանակ հարաբերական ինչ որոշ հատկանիշներ ունեցել են եւ հայ եւ արմեն ցեղանները գարցեն թե որ թվական մեր հարևանները մեզ պետք է կոչեն ածերով շատ հին ժամանակներից այն ժամանակներից երբ մենք եկել են այստեղ եւ այդ երկու ցեղանները ինչպես տեսնում եք դրանք նույն սկզբունքով են կառուցված մեկ երկուսն է սոցիալական տերմին են մեկը երիտասարդական տերմին մեկը տարիքով մարդու արամը զորքի հրամանատեր էր մեկը ընտանիքի ամուսնացած հսկայական Գերդաստանի նահապետը իսկ մյուսը երիտասարդ ուրեմն վայրի զինվորներ Ահա մեր երկու հավանաբար շատին է, բայց ասել թե ինչքան ասենք 2500 մթա, ես դա դժվար է ասել, հա։ Դժվար է ասել, բայց այսինքն այն վարկած եթե ժամանակից են գալիս, մենք հանդիպում ենք նաև այդ վաղնջահայկական որոշակի ցեղախմբեր, չէ, Հայաստան օրինակ, չէ, էլի այդ նույն հայից է, հա, Հայաստան։ Այդ չգիտեմ։ Այդ շատ հայերի համար մեր նույնիսկ գիտական շրջանակներում չափազանց սիրված տեսակետ է։ Դե պարզ է, էլի հեշտ է, Հայաստան, հայ։ Բայց եթե ասենք լիներ ուրիշ դեպք, բայց չէ որ լեզուն զարգանում է։ Եթե մենք իմանանք ոնց որ ուզում ենք հայր բառը, հեր բառը հայերեն իրենք 5000 տարից հեր կոչվել, չէ, հեր չի կոչվել։ Այդ եղել է պատեր։ Չէ, նույնիսկ պատեր։ Այսինքն լրի ուղիղ բարբարոսական ձևով ոչ մի նմանություն չունի։ Այսինքն բառերը փոխվում են եւ զարգանում են։ Հիմա այդ Հայասայի որտեղ խեթերեն Հայասայի բանը տեսակետ առաջ եք ասել 24 թվականին Արտյովոսյան ազգանով Չեխոսլովակիայում ապրող մի նոր գիտնական որը հետո այս մեծ բանը գտավ Ղափանցյանի գրքում եւ շատ սիրված տեսակետ դառավ Ստալինն էլ շատ սիրեց այդ գիրքը նույնիսկ այդ պատճառով Ղափանցյանին դարձեց լեզվի ինստիտուտի տնօրեն եւ այլ Այս տեսակետը այսօրվա հիմնավորումները Ղափանցյանի այսօրվա գիտության տեսակետից ուղղակի նախ սխալ են եւ երկրորդ դա ցույց է տալիս որ դրանք հայեր չեն հայերեն լեզվով չեն խոսել Ղափանցյանը գտնում էր որ հայերենը հնդեվրոպական լեզու չի հետո ոչ հնդեվրոպականներ համարում նաեւ խեթերեն չգիտեմ այդպեսի դարաշրջան էր մարբան մարիստական տեսակետներ կան Հիմա այդ դրա հիմա վրա նրա տեսակետները գոնել լեզվաբանական բացարձակապես անընդունել եւ սխալ են ուղղակի եւ ընդհանուր ցույց են տալիս որ դա այդպես չի Բերելով խորեական ստուգաբանություններ շատ անունների համար Հայաստանի դա դրանց ցույց է տալիս որ այնտեղ հայ չեն ապրել Ինչևից է հիմա նոր տվյալներով այնտեղ դժվար է չի բացառվում ըստից չի բացառվում բայց դա շատ ասել չկա ըստից ես 40 տարի առաջ 41 թե չեմ նշում 42 Երբ որ ցեցի գիտությամբ զբաղվել, ես ինչպես ասացի, կենսաբան եմ։ Ես մի տեսակետի եկա շատ արագ, որ հայերի նախնական Հայաստանը եղել է ուրարտական աղբյուրներում Էթյունի կոչող երկիրը։ Դա մեծ այսօրվա հետագա Հայրարատ նահանգի տարածքն են, ոնց որ գումարած Սյունիքը, եւ գուցե մի քիչ ավելի մեծ, ինձ թվում է մինչեւ Վանալիչ մոտ արպես ասել։ Հա, մենք դրա մասին առանցին հաղորդում ունենք, ուզում եմ հիշեցնեմ մեր լսողներին, Միքայել հետ ենք խոսել Բադալյան, տենց ընդհանուր փորձեր ենք պատկերացնում Տոնի երկրի մասին։ Ես 83 թվին այս տեսակետին հանգեցի 84 թվականին տպագրվել եմ, հետո պատմել եմ մյուս գիտնականներին եւ այլն։ Որ դա պետք է լիներ հայերի օրրան եւ Էթիոնին հայ ցեղանվան հնագույն տարբերակի պոտիո տարբերակի ուրարտական գրելու ձևն է։ Այդ ժամանակ պիտի արտասանվեր հաթիո։ Արտասանվել է հաթիոն, բայց ուրարտերինում հն չեն գնում։ Այդ չի այդպես այն խեյով նշանակող տարը խե։ Ուրեմն դա պիտի հնչեր աթիո, բայց քանի որ տեղական ան ուրարտերին այս տարբեր է հնչել։ Դրա համար է են գրում եւ շատ ուրիշ օրինակներ կան, թե ինչպես որ ասենք Էրի Արմեն անունը մարդու ասենք Էրի մենակ ասում են պիտի որ Արմենը լիներ։
Հոտ այն ու ան էս լեզուներում տարբեր հնչողության պատճառներով ոնց որ անգլերեն cab ան ռուսերեն ասում են է իրականում դա սխալ է ասում Jack London չի Jack ասում դա այ Այ նրանց ականջին դա է հնչում եւ շատ օրինակ տեսեք անձիթ հայերեն բայց սեպագիր ընձիթ են գրում եւ շատ օրինակ կամ հակառակը կամ մենք հայերենում ասում են հունարեն ակիլես հայերեն եկեղեցի է գավառը հունարեն կոչվում է ակիլեսեն է այսինքն շատ թեշտությամբ ուրեմն հաթիո ձևից որը ուրարտերինում գրանցել են որպես եթիը որտեվ օ հնչյուն չկա սեպագրում ու նշան չկա, ույով են գրում։ Էթիոն եղել է հաթիը, որ գրել են որպես սեպագիր էթիո։ Դա պետք է լիներ, եթե մի երկիր, որի թագավորի մի թագավորի անունը Դիուցին է, որը ոնց որ Դիոգենեսի կամ Թեոգենեսի հունական անվան, ուղղակի հայկական գենը ծին էլի, ասենք ուղղակի եւ ոչ մի նման թագավոր չկա այս ամբողջ տարածքում, որի անունը անկասկած անխոս հայկականի տեսք ունենար։ Եվ հանդիվորաբական այսպիսի արմատներով Դիոգենես, չգիտեմ, Դիվաջան, հատկերեն չգիտեմ, չկա այդպիսի բան չկա։ Էջան եւ որ նայում ես իրենց անվանաբանությունը, այդտեղ կան չափազանց մեծ քանակությամբ հայերենով ստուգաբանելի, հեշտ ստուգաբանելի անուններ։ Իմաստ չունի այդ բոլորը եւ հասնում են մինչեւ Վանալիճի հյուսիսը, որտեղ արդեն անվանումները իսկապես խիտ կերպով հայկական են։ Ասենք Արածանի գետի հին անունը Արծանիա, արծաթ, սպիտակ։ Եվ այդպես հեշտությամբ կարելի է ցույց տալ, որ դա գոտե կողքի գետը կոչվում է մեղ սև, որ մտնում է Արածանի մեջ, վտակը կոչվում է սև։ Ինքը սպիտակ գետն է, այս Եփրատի անունն է եղել էլի մելաս հունարեն սև։ Սև ու սպիտակ գետ, եւ այդպես օրինակներ, գիտեք, չէ՞, կարող են լինել, ասենք երկնագույն նեղոս, սպիտակ նեղոս չկա։ Ինչպես հեշտությամբ կարելի է գտնել դա, եւ ես փորձել եմ դա ցույց տալ, կարծում եմ դա իսկապես վիճարկելի չի, մանավանդ, երբ արդեն եւ Լազարիդիսի տվյալներով եւ արդեն հանդիվորական հնագիտության կարևորագույն մարդկանց նաեւ հնագիտության եւ այլ բանի տվյալներով եւ ի վերջո գենետիկական նյութը իսկապես այստեղ կարևորագույն դերը իհարկե պետք է կատարի լեզվաբանությունը թվում է բայց ասում եք քանի նյութ չկա հետո կարելի է այսպես ստուգաբանել այդ Խայասայում չի երևում մի մարդ որ կարող ասես անունը ստուգաբանվի հայերեն իսկ մերջակա շրջանում Ջավուկյանը փորձել է բայց դրանք այսպես ոնց ասեմ դրանք օդի մեջ հնարավորություններ են որ ինչ որ բառ կարելի է անգլերեն անուններն էլ կարելի է արյան ստուգաբանել որ ցանկության դեպքում Ինչևից է սա, այստեղ շատ པարզ են, հետո հնատիպ անուններն են, դե վերջո Դիուցինի մենակ շատ խոսուն անուն է, էլի։ Եվ պետք է այդտեղ լիներ հայերի նախնական հնագույն Հայաստանը։ Կարծում եմ, որ դա հենց այստեղ է, որ մենք մեր սովետական Հայաստանի հետ ու մեր այսօրվա Հայաստանի տարածքներն են ավելի լավ ուսումնասիրված հայ գիտնականների կողմից չնայած այնտեղ Թուրքիայում է շատ լավ կան այդ հարցերով բայց պատկերը նույնն է մենակ բանի նյութը շատ քիչ է ասենք բայց արդեն ուշ բրոնզի դարաշրջանից շատ է իսկ ուշ բրոնզից հետո արդեն երբ որ տեսնես ուշ բրոնզում այստեղ տափաստանային գենոֆոնդը արական գծով 75%։ Դե այն ժամ որ ես որ պեղում էի լճաշենում, դա ուժ բրոնզ էր, որ նամից այնպես։ Ասում են ռուս գիտնականները գլանք ասում են это ямник или катакомбники։ Սա դա երևի տեսքից այն։ Դե թաղման ձև ամեն ինչը, չէ՞, դա նրանք տեղաբնիկ եւ այլն։ Դա էական չի իհարկե, բայց ուրեմն այստեղ մեր լեզվական նախնիները ուրեմն եկել այնտեղից եղել են չափազանց ռազմաշունչ որոնց սկսել են կոչել նաև իրանց ռազմական պատանեկան խմբերի անունները ոտարները իսկ իրենց անվանել են տեր ինչպես արիացիները եւ իհարկե այդտեղ դա սոցիալական իմաստուններ բայց կարող էր ձևավորվել որպես նաև դիցանուն տեր իմաստով շատ է աստվածներին շատ են կոչում այստեղ իմ մոտ չգիտեմ կարող է այսինքն կարող է նա իմ երևի բանն է այդպես պատկերացումն է մի քիչ հակասություն չի առաջանում մեր ծագման առասպելի որը կապում է Բաբելոնից գալ եւ Վանի այս շրջանում բնակվելու առասպելն է ու ասենք Էթիոնին որը ավելի շատ այսօրվա Հայաստանի տարածքում եւ մերձակայքում Ինչեւ անածու այնքան է մերձակայքի մեծ
ասեմ տեսակ երկու որ նայում եք, չէ, անգլիացիները, մյուսները, որ միշտ ասում են, բայց ո՞նց է բավարարացիների հայրենիքը ստեղ, ինչ է ստեղ։ Իռլանդացիների, չգիտեմ, անգլիացիների, հին աղբյուրում գրում են, մենք չեն ստեղ, որտեղ նոյ ստեղ է, չէ։ Բա մարդկությունը ի վերջո այստեղ մի տեղ է ձևավորվել, դերախտը մի տեղ էր, որտեղ Աստված ստեղծեց, որտեղ 4 գետեր հոսում, մի հատ մեծ գետեր, որ բաժանում է 4 մասի, որոնց մեջ Տիգրիսն ու Եփրատը կան։ Դրանք երկուսն էլ սկիզբ են անում հայկական լեռնաշխարհից։ Այն երկուսը որոնք են, դա իրական էլ չի։ Այդ են հայկական լեռնաշխարհ։ Ուրեմն արդեն պարզ էր, որևէ քրիստոնյա հեղինակ չէր կարող այլ կերպ դատել։ Ինքը Խորինացին եւ Սեբեոսը, որի մոտ ավելի ոնց ասեմ, վավերական է պահպանվել։ Եթե նկատել եք, ավելի արխայիկ տեսակն է, Խորինացին մի քիչ ավելի։ Դրա կարծում էին, որ Սեբեոսի մոտ Մարաբաս Կատինայի թարգուղակի թարգմանությունն է։ Դժվար եմ ասել, որ այդպես լինի, բայց աղբյուրը նույն Մարաբաս Կատինայից երկուսն է օգտվել են։ Եվ ընդ որում բարձ երևում է, որ այդ մարդը երևի ուշ տարաշեց, ինքը եղել է քրիստոնյա։ Ինքը գրել է հունարեն։ Տեսեք այդ Կադմոս, Ամասիա, չգիտեմ ինչ այդ անունները ինչ չի այդպես։ Հայկի Թորան անունն է Կադմոս։ Այդ Կադմոխի երկիր է եղել, իսկ նույն այդ սեմական անունով նրանք այնտեղ սեմական բան եղել է Հունաստանում կա Կադմոսը հունական առասպելաբանության գործիչ է, հետո նաև կա Կադմը, հա։ Եվ կա նաև չորս բանից, այսօրվա Սիրիայի բան այդ կողմերից, Փյունիկը տարեզնել է, չէ՞, ոնց որ ինքը ստեղծել։ Օսը տեսեք, օս։ Հա։ Օսը դեպպես էլի կա, թե Ամասիա դա այնտեղ Իսպանի քաղաքի անունն է, որ իբր թե Մասիսի անունը Ամասիայից Մասիսիան դուրս չի գա, այսինքն դրանք օրինաց բաներ են, բայց եթե հունարեն գրես, կարող է մի այո վերջացող բառ Մասիսի անվան հին ձևը եղել է Մասիա։ Այսինքն հունարենում կա Մասիա եկել է նախորդ բառը վերջացել է այով անկապցրել են սրան թարգմանության ժամանակ կամ ինքը կատին ամա եւ այսպես է ինչ որ բաներ կան ինքը գրել է հունարեն եւ ապրել են ենթադրաբար ասեն 4-րդ թե որ դարում ինչևից է այդ դրա հիման վրա եւ ինքը եղել է քրիստոնյա ակնհայտորեն եթե դու նոյից է բերում հայերին ուրեմն հավատացել է կամ ոնց Խորինացին նա վստահել որ կա պատմական ճշմարտություն եւ կա գերագույն ճշմարտությունը դա Աստվածային ճշմարտություն է, որ գրանցված է Սուրբ գրքում։ Դրա դեմ խաղ չկա։ Խորինացին եւ նրա աղբյուրը չէր կարող մարդկությունը չհամարել ծագված Բաբելոնից։ Ես ուղղակի մեր լսողներին ասում եմ Մարաբաս Կատինան դա այն հեղինակն է, որից Խորինացին մեծապես օգտվել է եւ Սեբեոսը իրենց հայոց պատմությունը շարադրելիս։ Նախնական պատմության հիմա հունարեն Մարաբաս Կատինան լինելով ասորի գրանցել է հունարեն իր պատմությանը տարբեր ձևերով կարելի է ցույց տալ։ Եվ քրիստոնյա հեղինակը բոլոր ինչպես եւ Արևմուտքում եւ Գերմանիայում եւ Անգլիայում իրենց հայրենիք համարում են Հայաստանը, որտեղ պետք է իրենց մարդկան ծագեցներ Բաբելոնից։ Իսկ մեզանում պետք է ծագեն նախ առաջին հերթին իհարկե մարդկությունը ծագել է դրախտում, այսինքն Տիգրիս Եփրատի ակունքներում երկրորդ հերթին, երկրորդ ծագումը տեղի ունեցավ Նոյի իջնելու ժամանակ ուրեմն Արարատ լեռան վրա եւ նորից հայկական լեռնաշխարհը, բայց երրորդը արդեն Բաբելոնն է եւ Բաբելոնից են։ Նա պետք է ինչ որ ձևով լիներ Բաբելոնում, գար Բաբելոնից։ Եվ դրա համար հայկը եկել է, երբ որ լեզուները բաժանվել են, հայկը եղել է ամենան նրանց միջից գլխավորներից մեկը, որտեղ բելը դարձավ թագավոր, հայկը միակը որոշեց չընթարկվել ու եկավ Հայաստան։ Նա այսպեսի Արցակիցն է եղել, կարելի է ասել։ Մի քիչ բան հայ հեղինակները մի քիչ ավելի բան են տվել, ուժեղացում են տվել։ Բնական է իստում է։ Վերջը ինչևից է։ Եվ այդ տեսնում եք, այդ պատճառով էլ նույնիսկ վրացական բանի մեջ նույնատիպ ունեն առասպել Լեոնտի Մրովելու, չէ, 11-րդ դար, չէ։ Հա։ Դե ամբողջովին հայկականի վրա է կառուցած, բայց հայկ արդեն հաոս, քարթլոս Ես չգիտեմ, բոլորին օսեր են վերջացած, լեկոս, չգիտեմ ինչ լեզգիների նախնիներ։
Այսինքն հունական բանը այդտեղից բան է ստացել, էլի մեծ։ Հա, որ այսինքն վերացական լեգենդ էլի մեր լսողներին որպեսի այսպես հաղորդեն, կենա որ Թորգոմի որդիներն էին, չէ՞, Հայոսն 8 որդի ուներ։ Հա, Հայոսը գլխավորը Հայոսն է։ Հայոսն է, որը հայերի նախահայրն է, հետո գալիս էր Քարտլոսը, որ վերացիների նախահայր, հետո մյուսն, այսինքն վերացիները այդ առումով ընդունում են որ մեկ։ Բայց դա հաշիվ չի տարօրինակ առասպել է։ Ես այդ մասին չեմ գրել, որովհետեւ գուցե դժվար ժամանակ կարելի է պատկերացնել դա, որտեղ նախ մի մարդու հորինված ինչ-որ կարելի է համարել, բայց մի տեսակ չափազանց շատ է հորինածքը։ Ինչի պետք է, բայց ինչի է պետք դա հորինել։ Ինչ են Մռովելին ասում, որ մինչև 57 Նաբուկոդոնոսոր Վրաստանում հայերեն է խոսել։ Դե չես հասկանում։ Ինչևից են, բայց մանավանդ 11-րդ դարում էլի, որ ասենք իրանց պետության վերել։ Մատից չի ծծել։ Կամ ինչ-որ իրականում կեսն է մատից է ծծել, հարցը դա չի։ Կեսն է մատից է ծծել։ Բայց ամեն դեպքում այդ ամբողջը հորինել, որ բոլոր կովկասցիները եւ տարօրինակ տպավորություն է տողնում։ Եվ բայց եթե հաշվի առնենք, որ հնդեվրոպացիները եկել են հյուսիս Կովկասի միջոցով, չէ, ճանապարհը 3-ն էր, եւ Օսիայով, Կիրճով, Դաղստանով եւ Աբխազիայով չի երևան որևէ բան։ Եվ դրա համար Հայաստան հերույ է, Էրզրումցիների գենոֆոնդում քիչ կա Էրմեկբեն Հայաստան, մյուս հայերի հետ հայմատած։ Բոլորից քիչ են դեղը Էրզրումում եւ Սասոնում։ Չտակշկիր։ Իսկ մյուսները բոլորից շատ Արևելյան Հայաստանում է Այրարատ, Ղարաբաղ, Սյունիք։ Բայց դա ինչի երկրորդային հարց է, ուզեմ ասել, որ կարելի է պատկերացնել, որ նույնիսկ երբ որ նրանք եկել են, նրանք Վրաստանին տերեր են, նրանց դեմ խաղ չկար հանդեպորվածների, որ նրանք եկել եւ բանի Կուրարաքսին հաջորդած ամենահզոր բանը մշակույթը քաղաքակրթական թե ինչ ասեմ, դա բանն է Թրեխվանաձորյան մշակույթն է, որի լավագույն հուշարձանները գտնվում են Թրեխկում։ Դա տրեալետի MPC հուշարձան։ Աներևակայել է, ասենք ուրեմն սարքել են կուրգաններ, այսպես բանուկներ, այդտեղ կառույցներ են սարքել, որտեղ թաղել են առաջնորդները, պատկերաբար այնտեղ հարյուրավոր մարդիկ եւ հազարավոր աշխատել են, ասենք 1000 օր, այսինքն ոնց որ բուրգերի, այսինքն այնպիսի սոցիալական կառույց են ունեցել նրանք, այնպիսի ղեկավարը, որոնց այդպես այդքան մարդիկ ենթարկվել են եւ աշխատել են ամիսներով եւ տարիներով, այդ կառույցները սարքեն եւ ստորգետնյա, չգիտեմ ինչ։ Այդ մարդիկ իհարկե տիրել են Վրաստանին։ Այսօրվա գենետիկական նյութը ցույց կտա եւ ժամանակի ընթացքում կբացահայտվի, որ վրացիների նախնիները, վրացին լեզու խոսողները դրանից հետո են եկել։ Բայց ոնց որ Ուրարտեն են խոսողները, այս վաղանջի հայերից հետո են եւ հնագույն հայերից հետո են եկել մեր տարածքները, նրանք հարավում են տեղայնացած։ Ուրմիալիչի, չէ, եւ Կովկասը, Վրաստանը տերուց բացի նրանք պիտի տերեն նաեւ Կովկասը։ Եվ դրա համար այնտեղ էլ միջավայր Էրմեկբեն ինչքան զեկ կա։ Նրանց մեջ իհարկե խառնվել են լեզգիների եւ արտաբասարանցիների։ Եվ ուրեմն եկել խառնվել են շատ քանակությամբ։ Եվ այդ բանը վրացիների մոտ այդ լեգենդը կարող է ինչ որ մի այսպես ասենք հիմք ունենալ, որ այդ բոլոր, չէ որ ուր գնացել են առաջնորդը իրենք են դարձել։ Դե չի կարող պատահի, ասենք սպիտակամորտը գնա, ասենք իսպանացին գնա Մեքսիկա ու հանկարծ մեքսիկացի։ Դա գեյշխող բան են եղել, խումբ են եղել, էլի, գեյշխող։ Նրանց մարտունակությունը շատ բարձր է եղել։ Եվ այսպես նա ակնհայտ կարող են կազմել ցեղերի առաջատար դիրքը լեզուն փոխանցել, իսկ մի մասին էլ ընդհակառակը չեն փոխանցել։ Ասենք բասկերի մեջ էլ երևում է մեծ քանակությամբ, բայց նրանք լեզուն չեն փոխել։ Դա բարդ խնդիր է։ Շատ բայց Կովկասյան զում ասել այդ ազգային ավանդությունը մեր մոտ շատ հետաքրքիր է, խառնված աստվածաշնչյան, նաև հունական որոշ աղբյուրների արձագանքներ կան։ Իսկ վրացականը կարող է նույնիսկ այդ հերավոր հիշողությունը դնել այդ դարաշրջանի, որ յամնայա կուլտուրան կար։ Հա, նո իհարկե մի առաստ բան էլ կար, դրան չանադարձանք, արաբականը ասիկ որ շատ փոքր այդպես նշանա։ Չէ, այնտեղ բան չկա։ Դե նույնն է, դե նույն է, նոյի առասպելն։ Աբրահամյան կրոնն է, նոյի առասպելն է, որը Արմեն անունով մեկ։ Ավելի հետաքրքիր են, ամենահետաքրքիրը հունականը։ Եվ հունականը կա։ Դե վրացակա տեսնեք սպეციფիկ է եւ բանը։ Եբրայ բան հրեական դեր կա, բայց եկեք չանդրադառնանք։ Հա։ Պարոն Պետրոսյան, շատ շնորհակալություն
Շատ չափազանց հետաքրքիր, ես կուզենայի մեզ դիտողներին ուղղակի ցույց տալ պարոն Պետրոսյանի գրքերը տարբեր լեզուներով եւ այս գիրքը կա գրախանութներում։ Հա, դարան գրախանութում կա։ Հա, Արմեն Պետրոսյան, հայ ժողովրդի ծագման խնդիրը, խորհուրդ կտամ կարդակ, ես երեկոյան չեք հավատա ժամը 5-ին եմ քնել առավոտը։ Կարդում էի ու շատ այսպես կլանված հետո ուղղակի Պուշկինը, Չարենցը գիտեք բանասան։ Որը։ Այրե գիշերը կարդում էի Ալեքսանդրին։ Պուշկինին է, որտեղ ինքը Պուշկին չի ասում։ Ինքը անուն Գիշեր Ալեքսանդրին կարդում։ Ես 3 կետ էի կարդում ու այսպես չի կարողանում փոկվել, հետո հասկացա, որ պետքա ամեն դեպքում բան անեմ, բայց անպայման խորհուրդ կտամ այս գիրքը գնել նայել եւ նաեւ կա ունենք ռուսերեն գիրքը «Проблемы происхождения армянского народа. Миф, история, гипотеза» եւ անգլերենը, որ շատ կարեւոր է «Problem of Armenian Origins», որը էլի այս հարցերը լուսաբանում է։ Նույն գրքի տարբերակներ են, որը 17-18 թվականներին է տպվել։ Եվ ավանդական հարց ունեմ եւ դրանով ավարտենք այսօր։ Երկու հարց է, իհարկե sense իրար կապված։ Առաջինը ինչու դուք որոշեցիք փոխել ձեր մասնագիտությունը, անձնական հարց է։ Եվ գալ հասարակագիտություն, գալ զբաղվել այն թեմաներով, որ թվում է թե ձեր հիմնական մասնագիտության հետ չնայած բոլոր մասնագիտություններն են մեկ մյուսին կապված, այնպես չի որ բացարձակ կապ չունի, բայց հեռու է ձեր անձնական որոշումը, ինչու որոշեցիք դա անել, եւ դրա հետ փոխկապակցված մի հատ էլ հարց կա, երկու հարց միանգամից տամ։ Ինչ է կարծում, ինչի է կարևոր զբաղվել հասարակագիտական այսպես թեմաներով, ինչի է հասարակագիտությունը, պատմությունը, չգիտեմ, լեզվաբանությունը կարևոր ուսումնասիրելու համար, որտեղ հիմա մի վատ տենդենս կա, որ մարդիկ գերա գնահատում են իստում է տեխնիկական գիտությունները, այսպես բնական գիտությունները եւ թերա գնահատում են հումանիտար եւ սոցիալական գիտությունները։ Այս երկու հարցերի պատասխանը կուզենայի։ Առաջի անձնականից հա։ Ես արդեն 8-րդ դասարանում կարդացի Աճարյանի լիակատար քերականության առաջի հատոր, ուղղակի որտեղ ես չէի սիրում մեր հայրենի ուսուցչին։ Եվ հայրենի քերականությունը անտանելի վատ է, ռուսերեն իսկ ռուսերենը շատ լավ ուսուցչուհի էր։ Իրինա Գյորգիևնան, ով գիտի թող իմանա։ Բայց որ տեսայսի, ոնց նոր աշխարհ էր։ Ես ուղղակի կարդացի, իսկ հայրս ես լավ էի, երաժշտության էի գնում, սպորտով էի զբաղվում, չգիտեմ, հետո եւ մաթեմատիկական լավ էի, մաթեմատիկայից ֆիզիկայից։ Իսկ հայրս, որ ինքը բանասեր էր, գրականագետ Եղիշե Պետրոսյանը, նա չէր ուզում, որ ես դառնամ հումանիտար գիտության զբաղվեմ, որովհետեւ նա ասում էր մեր սովետական միությունում հնարավոր չի զբաղվել։ Ես իր կյանքի փորձը ցույց էր տալիս, որ դա դաժան բան է։ Ու այդ գրքերը հետո երկրորդ հատոր Աճարյանի հայոց լեզվի պատմության հետ էին կարդացել, այդ գրքերը պահեց որ չտեսնեմ։ Բայց ասում են անդադ 15 չի, դե ես էլ փոքր ես էլի ամեն դեպքում։ Ես շատ հետաքրքրված էի։ Այնց հետաքրքրել եմ ուզում ասել, բայց ես ընդունվել եմ ֆիզիկայի ֆակուլտետ, ավարտել եմ կենսաբանության ֆակուլտետ։ Եվ աշխատել եմ 35 տարեկան ժամանակ, ես 34-ից։ Հայրս մահացավ, ես այդ ծանր հիվանդացա մարսողական սիստեմի հիվանդությամբ եւ շատ վատ է ինձ զգում։ Եվ ինքան վատ է ինձ զգում, որ մտածեցի ես կարծում եմ ինձ երկար չի մնացել ապրելու եւ կասկածներ կան էլի որ քաղցկեղ պիտի լինի։ Մտածեցի, բա ինչ անեմ որ մնայուն մի բան թողնեմ էլի եւ քանի որ հայրսեր էր ասում գլուխը գիտնականի գլուխ բան դերան։ Մտածեցի ինչ եմ սիրում, ու այդ սիրած փորձեցի զբաղվել առասպելներով դա վերջը լեզվաբանությամբ առասպելներով այն պատճառով որտեղ իմ կնոջ հայրը այն ժամանական ամենանշանավոր հայ մասնագետներ ֆոլկլորիստ Սարգիս Հարությունյանը եթե գիտեք տնօրենի տեղակալ եւ այլն ականավոր գիտնական ինձ նվիրել էր Միֆի Նարոդով Միրա, ես այդ կարդում էի շատ ուշ։ Երկհատորակ չէ, կարծես։ Ինքը հեղինակ էր։ Ու ես շատ էի ինձ համանում, վերջ այդ կասեցի դրանով զբաղվել, ու որոշեցի զբաղվել, ես աշխատում էի 3 տեղ։ Առավոտ գնում էի գործի, մինչև ժամը 5:30-ին գնում էի երաժշտական դպրոց, գիտարի դասեր էի տալիս, համարյա ամեն օր։ Եվ հետո իրիկոնը պահակ էի աշխատում։
Թե ժամանակի ավելի ուշ եմ սկսել պահակ աշխատել, վերջ է ամբողջ օրը զբաղված եմ, բայց կարողացա այսպես կտրում էի, երեխեքին ասում էի լավ ապրես գնա տուն ու այդ բացում կարդում էի գրքերը, ինչ-որից հետաքրքրում էր։ Ու այդպես կարծես նոր հետաքրքիր նոր բաներ ոնց որ կարողացա գտնել եւ դժվարությամբ իհարկե մեծ պայքարի գնով կարողացա ական նշանավոր գիտնականների հետ կապ հաստատել, նրանցի կարծիքները ունենալ, իհարկե ժամանակի ընթացքում եւ այդպես էլ այս հաջորդի ծագման մասին այն ժամանակ էլ մտածում էի այդ մասին եւ իհարկե շատ ավելի ուշ այդ հարցերի շուրջ խոսել եմ եւ Վյաչեսլավ Իվանովի հետ եւ Իգոր Դյակոնովի հետ, որ աշխարհի լավագույն մասնագետներ իմ հոդվածի վերաբերյալ Վյաչեսլավ Իվանովը շատ լավ կարծիք տվեց, իսկ Դյակոնովը ինձ այնպեսի բան ասեց ինչ որ ասում եք դուք ավելի խելքին մոտ է, քան իմ բոլոր օպոնենտների կարծիքը միասին վերցրած։ Բայց իր կարծիքը չփոխեց։ Հիմա արդեն դժվար խնդիր էր։ Հիմա ինչևից է կարծես թե իմ կարծում եմ, որ գենետիկական նյութը դեռ որոշ կասկածներ թողնում է Հայաստանի վերաբերյալ։ Ինչ որտեղ թե լեզվական նյութ չկա, բայց գիտեք, էլ տեսնենք եւ բանը նրանց ցածր է, նրանց տապաստանային ֆոնդը քիչ է։ Եվ եթե բայց քանի որ նյութն է քիչ, եւ Թուրքիային որ ուզենան շատ կան, որ ուզենան պեղեն գտնեն տան քննության կպարզվի։ Եվ դաժե ժամանակին շատ արագ, դա մի քանի տասնամյակ էլ գուցե չի, բայց հիմա արդեն ընդհանուր պատկերը պարզ է։ Այստեղ եթե գնացած լինեն, այստեղից են գնացել եւ ոչ Հայաստանից են եկել այստեղ։ Ու ընդհանրապես հիմա գիտության զարգացումը այնքան արագ տեմպերով է գնում, որ ամենայն հավանականությամբ իրոք այնքան նոր գործիքներ կհայտնաբերեն շուտով, նաեւ այս արհեստական բանակայության ներգրավման, իսկ հիմա մենք մոտ ժամանակներում այդպես գիտական հեղափոխություն, բայց արդեն տեղի ունենում են աշխարհի առաջ։ Մեծ այսպես ճեղքումներ են, նվաճումներ են գտնալու։ Եվ երկրորդը ինչու ընդհանրապես զբաղվել հասարակական գիտություններով, ինչ եք կարծում։ Ճիշտ ասած, ես փիլիսոփական տենց խոր պատասխան չեմ կարող տալ։ Ինձ դուր է գալիս։ Դրանից ավելի լավ, դրանց ավելի խորը փիլիսոփայական պատասխան չէ։ Ես էլ եմ միշտ ասում, որ ես սա ինձ տալիս է մի հնարավորություն իմ խոսքը չէ իհարկե, հայտնի խոսքա, որ իմ սեփական հետաքրքրասիրություն համար նաև աշխատավարձ ֆիզիկոսներն են ասում։ Հա, նույնն էլ կարելի է մեր ոլորտին կապել։ Դե մինչև վերջերս մի աշխատավարձները շատ ցածր են։ Հա, բայց հիմա փոխվում է ինչ-որ բան փոխվում է։ Բայց նույնն է, ինձ երազում է, ես 40 տարեկան ընդունվեցի որպես ավագ լաբորանտ 95 ռուբլի աշխատավարձով, դա շատ ցածր էր 40 տարեկանի համար։ Բայց ես երախտապարտ եմ ինստիտուտի դիրեկտոր Գևորգ Տիրացյանից, որ ինձ ընդունեց գործի, նայեց, հասկացավ, գնահատեց աշխատանքներս եւ այն նաեւ մյուս մարդկանց ակադեմիկոսներ։ Բայց շատ ուժեղ, շատ ֆանտաստիկ բան է կարել, էլի։ Դուք ասենք դա շատ կարեւոր քայլ է եւ նաեւ այդ մեր լսողներին եմ ուզում ասեմ, որ դու միշտ այդ խիզախությունը ունենաս, էլի։ Նույնիսկ ինչ որ մի ժամանակ փոխես քո ուղղությունը, եթե ուզում ես դրանով զբաղվես։ Շատ լավ։ Պարոն Պետրոսյան, շատ շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ գտաք եկաք եւ ինձ թվում է մեր լսողները իրենց համար շատ բացահայտումներ կանեն եւ հետաքրքրությամբ կլսեն մեր զրույցը։ Ինչ ասեմ, հաջողություն ձեր աշխատանքում։ Շատ շնորհակալ եմ։